Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը Genesis Armenian ուղեղային կենտրոնի հիմնադիր հրապարակախոս Աբրահամ Գասպարյանն է, շնորհակալ եմ պարոն Գասպարյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, նախ ուզում եմ խոսել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից։ Նա ըստ էության 40 րոպեով, այսպես տրանզիտ այց կատարեց օդանավակայանի VIP սրահում հանդիպում ունեցավ, նույնիսկ չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ստորագրվեց 3 փաստաթուղթ եւ համաձայնագրեր, դրանք ըստ էության համաձայնագրեր են դեռևս վերջնական իրավական ուժ չունեն, եւ մեկնեց, հայտնեց իր աջակցության մասին եւ մեկնեց։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները կասկածներ ունի, որ կարող է օրինակ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենալ եւ որոշեց իրենց օգոստոսի 8-ի 25 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածությանը իրավական ուժ տալ, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի, հաջորդ եկող իշխանությունը արդեն ստիպված պետք է դրա հետ հաշվի նստի, որովհետեւ դիվանագիտության մեջ սա անվանում են նման այցերը, երբ որ 40 րոպեով 1 օրով նման այցեր են կատարում, հատկապես Միացյալ Նահանգների դիվանագիտության մեջ հայտնի են նման շատ դեպքեր։ Դա կոչվում է կայծակնային դիվանագիտություն, որը արվում է կամ կոչվում է lightning diplomacy, shuttle diplomacy, որպեսզի արագ ինչ-որ հարց լուծեն, եւ նման օրինակներ եղել է եւ Հենրի Քիսինջերի գաղտնի այցը Պեկին 1971 թվականին եւ Ռիչարդ Հոլբրուկի եւ Դեյթոնյան համաձայնագրի շտապողականությունը, Աֆղանստանի հետ կապված Մայք Պոմպեոյի կայծակնային թռիչքը Բաղդադ, Քերիի ճնշումը Աֆղանստանում, նման արագ, կայծակնային քայլեր են արվել։ Ինչով էր դա պայմանավորված, խնդրեմ։ Շատ դիպուկ օրինակներ նշեցիք, ես եմ ուզում խոսել եւ Ռիչարդ Հոլբրուկի մասին եւ ընդհանրապես հարավսլավական նախկին հարավսլավական հակամարտության նախադեյտոնյան ժամանակաշրջանը վերաբերյալ այդ shuttle diplomacy կամ մակոկային դիվանագիտության, որի աբահայրը Հենրի Քիսինջերն է եղել եւ հիմնականում դա դրսևորվել է արաբա-իսրայելական բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգները սովոր է այդպիսի բաների, այսինքն իրենք ժամանակ չունեն կորցնել, մենք սովոր ենք ընդհանրապես երկարացնել, սա անել, դա անել, իրենք շատ պրագմատիկ են մոտենում հարցին, կա խնդիր, որը պետք է լուծում ստանա։ Հիմա Միացյալ Նահանգները աշխարհում անվտանգային ճարտարապետություն է վերաձևում։ Ռուսաստանն ու Չինաստանը վիճարկում են այդ ամբողջը, դրա համար այս նոր ճարտարապետության համատեքստում շատ կարևոր է ուշադրություն չդարձնել մանր խնդիրների եւ մանր պետությունների, որոնք ընդամենը ստորագրողի դերում են։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, որը գործող հակապետական եւ հակազգային իշխանությունների միջոցով ստեղծել է մի վիճակ, որտեղ Սյունիքը դարձել է խնդրու առարկա տարածաշրջանային եւ համաշխարհային մի քանի ուժերի շահերի բախման համար, ինչ պիտի անի այս դեպքում պիտի գան, այսինքն Ռուբիոն պիտի գար Կարմիր գորգ փռեին, մի հատ էլ ուղեկցեին ինչը Բարամյան 26 կամ չգիտեմ ասեին, որ պաշտոնական ընդունել, ինչ պիտի խոսի իրենց հետ։ Կարող է այդ ամբողջը զանգով, ինչը որ եղել է, զանգով կարգավորվել է, այսինքն մենք նույնիսկ տեսանք այն կադրերը, որ օթանավից Ռուբիոյի իջեցնում են այն փաստաթղթերի խուրձը կամ տրցակը, որը պետք է բերվի, այսինքն այդ ամբողջի մասին եւ խոսվել է եւ բանակցվել է ընդհուպ առանց այս իշխանության ներկայության։ Դեմ են տվել թուղթ ասել են կստորագրեք տղա ջան, ուրիշ բան չկա ձեզ հետ քննարկելու, սա է խնդիրը։ Հիմա մենք բովանդակության իհարկե կանդրադառնանք, բայց ես ուզում եմ որպեսզի մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, թե ինչ է ստորագրվել։ Մենք փորձենք եւ քաղաքագիտական, եւ դիվանագիտական, եւ մեդիա առումով բացատրել, թե ինչ է ստորագրվել ի վերջո։ Փաստաթուղթը ի վերջո կոչվում է Ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրում։ Այս մեկ նախադասության մեջ 3 առանցքային կամ բանալի եզրույթ կա, բառ կա, որը կուզեմ մասնագիտորեն, քաղաքագիտորեն բացատրել։ Առաջին հերթին ռազմավարական համագործակցություն։ Ինչ է դա։ Ռազմավարական համագործակցությունը երկարատև, ոչ պահի ազդեցության տակ, քաղաքական, էներգետիկ, տնտեսական ոլորտները ներառող մտադրությունների եւ ծրագրերի երկարաժամկետ այսպես պլան է։ Սա ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Շրջանակային համաձայնագիրը ինքը ավելի շատ տեխնիկական եւ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համապատասխան սխեմաները շրջանցող փաստաթուղթ է, հիմա ավելի պարզ ասեմ։
Այսինքն գալիս եք ստեղծում եք trip։ Ծրագիր եք իրականացնում։ Ես այդ փաստաթուղթը, որ հրապարակվել էր արտգործնախարարության պաշտոնական կայքում, նայեցի ընթերցեցի, ընդ որում ամբողջ գիշերը լուսացրել եմ համեմատականները անցկացնելով բնագրի անգլերենի եւ հայերեն թարգմանության միջև։ Խայտաբղետ տարբերություն տիկին սերեն։ Ես չգիտեմ արդեն որերորդ անգամն է, որ նման միտումնավոր գուցե սխալ թարգմանություն են անում կամ անգլերենին չեն տիրապետում, չկա մեր երկրում որևէ նորմալ թարգմանիչ, որ ագնն ունենա, կամ միտումնավոր են աղավաղում, որպեսզի խայծ կուլ տան, տեսեք, մենք Ամերիկայի նման գերհզոր պետության հետ հասել ենք հաջողությունների։ Բայց եթե բնագիրը կարդում ես անգլերենը, հսկայական տարբերություններ կան, հսկայական բովանդակային, որոնք կարող է սխալ թարգմանելու դեպքում եւ դա իմպլեմենտացնելու դեպքում մենք կանգնենք շատ լուրջ խնդիրների առաջ։ Այսինքն լեզվամտածողության եւ բառամթերքի ասիմետրիա կա։ Սա ֆիքս ենք ուղղակի։ Այդտեղ որևէ խոսք չկա, թե այս ծրագիրը որտեղ է իրականացվում։ Աշխարհագրությունը։ Ուր է։ Trip-ի աշխարհագրությունը։ Ուր է աշխարհագրությունը։ Հիմա շրջանակային համաձայնագիրը դա չի քննարկում։ Դա նշանակում է, որ դու նախապես պետք է բանակցեիր, իմանայիր ֆիզիկապես որտեղ է այդ ամբողջը։ Դիցուկ Արաքս գետի վրա, աջ կողմում, ձախ կողմում, այսինչ թփից 300 մետր հեռավորության վրա, այսքան լայնության, չպետք է հատվի, չգիտեմ, սահմանապահները, սահմանը մտնում են, չեն մտնում։ Եթե այս ամեն ինչի մասին խոսք չկա, նշանակում է, որ Ալիևը ճիշտ է, դուք բոլորդ սխալվեցիք, որ ինքը չի ուզում որևէ հայ զինվորականի կամ սահմանապահի անգամ երեսը տեսնի։ Հիմա անունը դնում եք, որ ամերիկացիք են գալիս, ռոբոտներ կգան, չգիտեմ, նոր տեխնոլոգիաներ, կամերաները կդնեն եւ այլ, փաստորեն այս իշխանությունը ստորագրում է կամ նախաստորագրում է մի փաստաթուղթ, որը ամերիկյան ճնշմամբ կամ ամերիկյան քողով իրականացվում է ամբողջությամբ այն նպատակները, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը դրել են այսպես կոչված ճանապարհի հետ կապված։ Սա շրջանակային համաձայնագրի։ Երրորդը նախաստորագրում դիվանագիտական պրակտիկայում սա նշանակում է, որ դեռ տեղ է թողնվում ներպետական օրենսդրական բոլոր ընթացակարգերը անցնելու, որից հետո նոր պիտի ստորագրվի այդ։ Այսինքն նախաստորագրումը ձեր այդ մտահոգությանը, որ եկան արագ ստորագրեցին, որպեսզի ցանկացած հաջորդող իշխանություն հնարավորության դեպքում զերծ չմնա, իհարկե չի կարող զերծ մնալ, որ անկախ փաստից ծուղակում է հայտնվելու, հաջորդ իշխանությունը, որովհետև դու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործ ունես։ Դու Բուրկինա Ֆասոյի հետ 1000 ներողություն չես ստորագրում կամ երրորդ աշխարհի երկրի հետ, դու աշխարհի թիմիկ պետության հետ ես ստորագրում նման բան։ Հնարավոր է վերաբանակցել, դա ուրիշ հարց է արդեն, մենք հետո կարողանանք քննարկել, այո, հնարավոր է վերաբանակցել, որովհետև դու չես կարող քո ինքնիշխանությունը 74%-ով հանձնել պետության, ոչ թե մասնավոր ընկերության եւ հետո ինչ որ պահանջներ ունենաս։ Հիմա սա ինչ վերաբերվում է այս փաստաթղթին։ Տեսեք, եթե ըստ էության ենք խոսելու, ես այստեղ առանձնացրել եմ մի քանի վիճահարույց, խնդրահարույց կետ, որոնք եւ քաղաքական, եւ անվտանգային, եւ ռազմաստրատեգիական առումով Հայաստանը դարձնում են պարզապես տարանցիկ անատամ պետական մի միավոր, որը չունի լիազորություն որոշումներ ընդունելու սեփական տարածքում կառուցվող ինչ-որ նախագծի վերաբերյալ։ Տեսեք, երբ դուք կնքում եք որևէ միջպետական պայմանագրի կամ նախաստորագրում եք, դիվանագիտության մեջ այդպես է ընդունված։ Եթե դու պետություն ես եւ պետության հետ ես կնքում, այստեղ հաշվարկները փոխվում են, տարբեր են լինում, ինչ պետություն ես եւ դիցուկ մասնավոր ընկերության հետ ես կնքում։ Եթե մասնավոր ընկերության հետ կնքեիր պայմանագիրը, նույնիսկ այդ control package-ը, հա, կամ կառավարման փաթեթի 70, վերահսկողականի փաթեթը 74%-ով տայր իրեն, ինչ որտեղ ազգային անվտանգությունից ելնելով, ինչ որտեղ վիճակի սրման, աշխարհակաղակական վատ պայմանների կամ չգիտեմ ռազմաանվտանգային պայմանների սրման դեպքում դու կարող ես այդ ընկերությունը ասել, գիտես ինչ, մեկ կողմ քաշվի, որովհետև իմ տարածքի ինքնիշխանությունը ես պիտի պաշտպանեմ։ Հիմա հարց, այստեղ ով է պատասխանատվությունը կրում։ Ես դες հիմա հստակ կետերով կմեջբերեմ, թե այս իշխանությունը ինչպես է Հայաստանը գցել ծուղակի մեջ, ամբողջությամբ ռեսուրսային տարածքային ինքնիշխանության փաթեթը վերահսկողությունը չտալով Միացյալ Նահանգներին, վերցնելով իր վրա
փոխարենը ոչինչ չստանալով։ Եկեք խոսենք հոդվածներով, եթե դեմ չեք։ Խնդրեմ։ Համաձայնագրի 9-րդ հոդված։ Հա, հարկային ազատումների մասին էլ կխոսեմ ապա։ 7-րդ հոդված արտակարգ իրավիճակների արձագանքումը եւ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Այս հոդվածն է։ Հայերեն տարբերակում նշված է. կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա արդեն իսկ խնդիր է։ Ամբողջ օրը Հայաստանի Հանրապետություն վանկարկողը այսօր խոսում է փաստաթղթում Հայաստանի մասին։ Որ Հայաստանի մասին է խոսքը։ Նիկոլինա, իրան ինչ որ իրական Հայաստան, չգիտեմ, դա չգիտեմ։ Դա է, այսինքն անորոշությունը այստեղ։ Հա, ինքը թիվ է ասում 29720 ինչքան ասում։ Այո, 742 թե ինչ, հա, բայց Ալիևը չի ասում թիվ։ Եվ որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն, դուք հասկանում եք, միջազգային պայմանագիր եք ստորագրում, դուք միջպետական պայմանագիր եք, նախապատվություն է տալիս քո տարածքում, ինքը ինչ որ գործունեություն է իրականացնում, դու նախապատվություն ունես, այսինքն ոչ թե տոտալ իրավունք ունես, սա էլ է երկրորդ վիճահարույց խնդիրը, ունեն TRIP-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։ Սա նշանակում է, որ Հայաստանը իր սեփական ռեսուրսներով է պատրաստվում իր տարածքում գործող ամերիկյան պրոյեկտի անվտանգությունը պահպանել, եթե աշխարհակաղակական ինչ-որ վիճակ փոխվեց։ Այսինքն, այստեղից եզրակացում Միացյալ Նահանգները անվտանգային որևէ երաշխիք չի տալիս այս տարածաշրջանում հնարավոր վիճակի փոփոխման կամ սրման պայմաններում։ Դա կլինի Ադրբեջանի կողմից, դա կլինի հակաիրանական գործողությունների շրջանակում, ինչ որ, չգիտեմ, պայթյուն եղավ կամ ռումը TRIP-ի մի հատ ձող դրեցին այդտեղ եւ Իրանը հանկարծ որոշեց ռմբակոծել կամ հարվածել Հայաստանի տարածքը։ Միացյալ Նահանգները չունի որևէ պարտավորություն։ Հա, բայց չստացվեց, որ այս թղթով արդեն հստակ Հայաստանի եւ Իրանի սահմանը տարանջատվեց։ Կտրեց Հայաստանը Իրանից։ Իհարկե, մենք դրա մասին դեռ կխոսենք, դա այսպես կոչված անկլավների ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Դուք վեդից սկսած ունեք խնդիր արդեն որպես պետություն։ Տիգրանաշենի սահմանից սկսած Վայոց ձորով մինչև Սյունիքի վերջին կետը, մինչև Քաջարան, ագարակ մենք ունենք խնդիր այդ իմաստով։ Խնդիրը պարզապես այս բանակցված փաստաթղթի թյուրիմացություն լինելն է, որ ինչ դեմ են տվել, սրանք ստորագրել են։ Ես նույնիսկ կառաջարկեի բոլոր այն մարդիկ, որոնք բանակցել են այսպես կոչվածը, վարկյան առաջ պետք է հեռացվեն այդ համակարգից։ Սա փաստաթուղթ չէ դիվանագիտական, որի շուրջ բանակցում են։ Քանի 10 դիվանագետ է բանակցել, ուրեմն տարական գիտելիքներ չկան այդ ամբողջը ապահովելու հետ կապված։ Երկրորդ հոդվածն եմ ուզում ձեզ կարդալ։ Համաձայնագրի 9-րդ հոդված, տեսեք։ Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն, Թրամփի զարգացման ընկերությունը, ՀՆԿ-ների կողմից, հանրային նշանակության կազմակերպությունների կողմից, Թրամփի զարգացման ուղում բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարվելու։ Ինչ համար եք կնքում այդ պայմանագիրը։ Այսինքն ստացվում է հետևյալ Տիկին Սեյրանյան։ Այս իշխանությունը պարզ բացահայտ արդեն բաց են խաղաքարտերը։ Թրամփի մերձավոր շրջապատի հետ ով է իր շրջապատի թիվ 1-ը։ X person, հա, Mr. X-ը ով է։ Քուշները իր Փեսան։ Ով է Փեսան։ Փեսան Միացյալ Նահանգներում իսրայելական հրեական ամենամեծ լոբիստական կազմակերպության IPAC-ի պատվավոր անդամ է, սերտ հարաբերություններ ունի ամերիկյան օլիգարխիկ հրեական շրջանակների հետ, Էմիրություններից սկսած մինչև Սաուդյան Արաբիա, մինչև բոլոր տեղերը իր ներդրումներով եւ այլն, այդ ընկերությունների բաժնետերերի 50%-ից ավելին իսրայելական ներդրումներ են, դուք դարպասները բացում եք ամերիկյան այդ ընկերությունների խոշոր ընկերությունների առաջ, որպես այստեղական իբր ներդրումներ անեն եւ հարկ չվճարեն քեզ։ Ստացվում է, որ դու սեփական ինքնիշխանությունը պարզապես նվիրում ես մի պետության առանց որևէ այն թմբկահարումը, որ մենք սակ ունենանք, դու ոչ մի բան չես ունում, դու առավելագույնը տրանզիտի համար մի քանի կոպեկ ես ունենալու, որը կարող ես
Ոնց էր ասում, որ նոր եկել ես մի քանի օլիգարխի գրպանը թափտամ Բրյուսելում էր ասում։ Այո, Եվրոպացիներին։ Եվրոպացիներին եւ Այն որ հիմա հետը սրտիկ են անում, նրանց ասում էր, այդ ինչ փող եք տալիս ինձ։ Ես մի քանի օլիգարխի թափտամ գրպանից այդքան միլիոն կթափվի։ Եվ Եվրահանձնաժողովի նախագահի ժամանակ զարմացած էր, որ ինչպես կանի, որ առաջարկել էին Հայաստանին օգնությունը 120 միլիոն եվրոյով ավելացնես, ինչ փողավոր տալիս ես։ Հիմա թողան, հիմա տեսնենք ինչ է։ Ինչ են անում։ Այսինքն ամերիկյան այս ընկերությունները գալիս են այստեղ խախտելով շմագի շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրենսդրության բոլոր կետերը։ Բնապահպանական ոչ մի վերահսկողություն չկա։ Դուք հասկանում եք, մենք բնապահպանական ինչ աղետի արժև ենք կանգնելու։ Դուք հասկանում եք, որ միջազգային դատարան, եթե փորձեց Ադրբեջանը հերթական անգամ մեզ տալ շրջակա միջավայրը կեղտոտելու համար, այստեղ չկա որևէ պատասխանատվություն ամերիկյան կողմի համար կամ X կողմի համար, որ ամես։ Այսինքն Հայաստանն են բերելու քարշ տալու միջազգային դատարաններով։ Բնապահպանական մենք խոսելու ենք, չէ՞, հիմա մյուս բանի պայմանագրի մասին, հանքանյութերի եւ այլն։ Ո՞վ է պատասխան տալու այս ամեն ինչի համար։ Այստեղ ամերիկյան կողմը բառացի, եթե այդ 10 էջանոց պայմանագիրը մենք նայենք 10 հոդվածով, Միացյալ Նահանգները գալիս է ասում է, ինձ տալիս է տարածքը, ես ինչ ուզեմ անելու եմ այստեղ, ինչ վնաս պատճառելու եմ, հա, քեզ դուր է գալիս, որպեսզի քո ընտրազանգվածին կուտ տաս, խայծ տաս, ինքնիշխանություն չէ, մի 3 անգամ կգրեմ։ 3-4 անգամ մեջ կգրեմ։ Դե հետո ասեցին էլ աջակցություն, հասկանում եք։ Այս վերջերս Արթուր Խաչատրյանի, կներեք падգամավոր Արթուր Խաչատրյանի ստատուսն էի կարդում, շատ դիպուկ օրինակ էր բերել, երբ Սուրեն Աբրահամյանը Կենտկոմի խորհրդային միության տարիներին Պարյուսևակին կանչում էր, որ պիտի տպվեր անլռելի զանգակատունը, ասում էր տղա ջան հասկանում ինչ ես գրել, բայց մեջը մի երկու տեղ գրի Լենին, գրի ռևոլյուցիա, գրի եւ այլն, որ գլավլիտից անցկացնեն, հիմա սրանցն են։ Հիմա սղացնելու համար մի երկու հատ Հայաստանի անկախություն, Հայաստանի ինքնիշխանություն 3-4 հատ կգրենք, սղացնենք, անցնի կգնա։ Եվ ինչ է ստացվում, արդյունքը ո՞րն է լինում Տիկին Սերանյան։ Այդ իսրայելական ընկերությունները, որոնք 2020 թվականի հոկտեմբերի 18-ից, այսինքն պատերազմը դեռ ընթանում էր, երբ որ այս հակահայ իշխանության նահանջ հրամանով մեր զորքերը սկսեցին դուրս գալ Արցախի հարավային շրջաններից, բրիտանական եւ իսրայելական ընկերությունները այդտեղ արդեն պեղումներ էին կատարում եւ հստակ հայտարարում, որ մենք վերջապես հնարավորություն ունեցանք Արցախի օկուպացված հարավային շրջաններից, տեսեք, ինչեւ Կաշեն, Մաշեն, ամբողջը իրար։ Նույնիսկ ավելին, արդեն պարզվեց, որ բրիտանական ընկերությունների է սեփականաշնորհել Ալիևը պայմանագրերը կնքել, գործարքներ արել, դեռ պատերազմը չէր ավարտվել։ Հիմա տեսեք, Արցախով եկան, մոտեցան Սյունիքին, այսինքն Սյունիքում են, այդտեղ եղած չեղածն էլ վերցնում են մեծ հաշվով, Նախիջևանով դեպի Թուրքիա, այն ամբողջ գոտին, որը մենք Միջանցքի տրամաբանության մեջ, մենք միայն Զանգեզուրի Միջանցքն ենք այսպես կոչված դիտարկում, բայց ինքը միջին գոտին է, հա, միջին ճանապարհն է, որը խնդիր է դրել արևմուտքը ի վերջո վերահսկողություն սահմանել այդտեղ։ Որն է մեր շահը ի վերջո այս ամեն ինչի մեջ, հա? Գնաց եկավ, պայմանագիր ստորագրեց, դա արեց։ Կարդալով, ընթերցելով այս պայմանագիրը, ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը, ինչ շահեց Հայաստանը, շահեց բացառապես ԱՄՆ ստորագրությունը թղթի վրա։ Դե դրա համար ես ընդ որում սոցցանցում հենց գրում էի, ասում էի մի հատ եկեք ճշտենք, Ռուբիոն տարավ, թե տվեց որևէ բան Հայաստանին, որովհետև այդ 40 րոպեվա այցը նշանակում է մենք եկանք, վերցրինք այն ինչ որ մեզ պետք էր ու գնացինք։ Վերջ։ Ու կեցե ամերիկյան դիվանագիտությունը, որ կարողացավ քեզանից ամեն ինչ տանել որպես պետություն, քեզ ու դու ընդ որում դեռ ծափ ես տալիս։ Իհարկե։ Հասկանում եք, սա է ամենաաբսուրդը մեր դեպքում։ Տիկին Սերանյան, ամերիկյան դիվանագիտության կամ արտաքին քաղաքականության առանցքում, այդ որ ասում են փափուկ ուժը, չէ՞, կամ soft power-ը, ինչի վրա է հենված։ Ռազմավարական կլանման։ Այս քաղաքականությունը իրենք եւ խորհրդային միության ժամանակ էին կիրառում, եւ դրանից հետո Սառը պատերազմի ավարտից հետո եւ հիմա։ Երբ քեզ դրթում է, ստիպում է գնալ այնպիսի գործողությունների, քո սեփական կամքով,
Հա, որպես քեզ փոխշահավետ բան, գործար քեզ տալում, այդ ֆոնը ստեղծում Եվ կլանում է քեզ ամբողջությամբ։ Սա է իրենց դիվանագիտության հիմքում։ Հիմա գիշեք երևի մենք բազմից ձեր տաղավարում խոսել ենք հենց Մոնրոյի դոկտրինի վերափոխման կամ վերախմբագրման մասին, հերոստատոնին պարզապես հիշեցնենք, Մոնրոն 1823 թվականին Ամերիկայի նախագահն էր եւ մի դոկտրին էր, այսպես սկզբունքների մի փաթեթ էր ասպարեզ նետել, որ ինչ գործ ունի ամերիկան արևմտյան մայրցամաքից դուրս է, իր ռազմավարական եւ կենսական շահերի տարածքը հենց լատինամերիկյան կամ հարավամերիկյան տարածաշրջանն է, կենտրոնական եւ հարավամերիկյան, եւ այդտեղ պետք է զբաղվի։ Դոնալդ Թրամփը եկավ Մոնրոյի դորո դարձրեց, այսինքն վերախմբագրումով եւ շատ հստակ մարդիկ բարձ ասում են դրա սկզբունքները իհարկե 3-ն են եւ կարծում եմ մենք չպետք է միայն նեղ ֆրագմենտացված նայենք, այս մեծ տարածաշրջանը ինչպես սպասվում եւ այլ Ամերիկա է աշխարհի թիվ 1 պետությունն է այսօր եւ ինքն է որոշում որ ուղղություններով զարգացնի։ Տեսեք, ով է այսօր խոսում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության մասին կամ պաշտոնանկանելու կամ կնոջ կամ գոնե, այո, նվազագույնը։ Գոնե Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են գրանտակեր կազմակերպությունները։ Տեսեք, ամերիկյան քաղաքականությունը արտաքին հենվում է այս 3 սկզբունքների վրա, ինչ Դոնրոյի, հա, դոկտրինա ոչ պաշտոնական, բայց եւ հայտարարվել է եւ կիրառվում է։ Առաջին նավթագազային ռեսուրսներով հարուստ թեկուզ ամենախամ նավթի մասին է խոսքը, որի արդյունահանումը եւ իրացումը շատ ավելի դժվար է, թանկ է։ Վենեսուելա առաջինը, երկրորդ, որը կարող է անտեսեն մարդիկ։ Նոր դարաշրջանում գաղափարական դաշնակիցների ձեռքբերումը։ Դուք ասում եք իզմեր չկան։ Ես ձեզ ասում եմ, Թրամփը լատինամերիկյան կամ հարավամերիկյան տարածաշրջանում եւ այլուր փորձում է գաղափարական դաշնակիցներ ձեռք բերել։ Ա. Ծայրահեղ աճ լիբերալ հայացքներով աչքի ընկնող Արգենտինայի նախագահ։ Երկրորդ, Բրազիլիայի նախկին նախագահի որդին, որը վերջերս շատ վտանգավոր հայտարարություն է արել եւ դրանով մոտեցել բնականաբար Թրամփի վարած քաղաքականությանը։ Բրազիլիան, գիտեք, BRICS-ի հիմնադիր անդամ է եւ առանցքային երկիր է եւ Բրազիլիայում առաջիկայում սպասվող նախագահի ընտրության եթե Միացյալ Նահանգները փորձեց դիմել դարձյալ 70-80-ականների իր պուտչերի, հեղաշրջումներ ֆինանսավորելու, հովանավորելու քաղաքականությանը, ստացվելու է որ Չինաստանի եւ Ռուսաստանի համար Բրազիլիան կարող է ստեղծել շատ լուրջ խնդիր, Kinder Surprise լինի։ Հանդելով BRICS-ը։ BRICS-ը, Դե դա Թրամփի թիվ 1 խնդիրն էր։ Թրամփի թիվ 1 խնդիրն էր, հա, որտեղ նոր միավորումներ է նա փորձում ստեղծել, գուցե խոսենք դրա մասին, հա, այս Աբրահամյան համաձայնագրերը էլի առաջ են մեջ տեղ են բերվել, բայց ուզում եմ հանքանյութերի հետ կապված, հա, ուրեմն տևական ժամանակ է արդեն 2 տարի ավելի քան մենք ահազանգ ենք հնչեցնում, որ չեխական Արնիկա անունը կրող մի ընկերություն կասկածելի փորձանմուշներ է վերցնում Սյունիքի ամբողջ տարածքով, շատ կասկածելի կազմակերպություն չեխական, ու չգիտենք դրանք այդ տեղեկությունները ինչի համար են օգտագործվում, այդ փորձանմուշները ինչի համար են վերցնում, իսկ ընդհանրապես այդպես արվում է, որ օրինակ X երկիրը միջնորդ այլ 3-րդ կամ 4-րդ երկրի միջոցով փորձում է արդեն իսկ ինչ-որ տեղեկություններ հավաքել։ Չստացվեց, որ Միացյալ Նահանգները Թրամփը կարողացավ, տեսեք, Ուկրաինայում 100,000-ավոր զոհեր, տարածքային կորուստներ, ավերակ երկիր, հա, քանդված մի երկիր, պատերազմը դեռ չի ավարտվել, Ամերիկան կարողացավ ստանալ այն ինչ որ ինքը ուզում էր, հանքանյութեր, հազվադյուտ մետաղներ եւ այլն նա ձեռք բերեց Ուկրաինայից, եւ պատերազմը գցեց Եվրոպայի գրպանը, ասեց որ արելեք տակից դուրս եկեք։ Հիմա Արցախը հանձնեցին, Հայաստանից տարածքներ հանձնեցին, ստրատեգիական բարձունքներում բերեցին ադրբեջանցիների կանգլանցրեցին, հիմա էլ այս հայտարարությամբ ստացվեց վերցրեցին հազվագյուտ մետաղներ, հանքարդյունաբերության, հանքանյութերի մեջ մտան, չստացվեց, ինչ որ իմաստով նույն ուկրաինական սցենարը, Ամերիկան ստացավ այն ինչ որ իրեն պետք էր, հետո էլ կբերի BlackRock-երին կմտցնի Թուրքիա եւ Հայաստան։ Թուրքիա եւ Հայաստան, իսկ վերջերս եւ Էրդողանն էր հանդիպել եւ Ալիևն էր BlackRock-ի հետ կնքել խոշոր պայմանագրեր։ Եվ հարցը վերջացավ, փակվեց։ Հորիզոնական ապաշրջափակման տրամաբանությունը հենց դա է Հայաստանի։
ասում ենք, չէ, 93 թվականից երբ Թուրքիան փակել էր սահմանը, որ զորնական շրջափակում էր, հիմա ապա շրջափակումը ինչ է ընդհանրում։ Մենք 2000-ականների սկզբից Թուրքիայի հետ կապված մի կարևոր բան ասեմ։ Դեռ չեմ խոսում մինչև 2098 թվականը տարբեր հանդիպումներ Հայաստանի առաջին իշխանության թուրք-բարսաստիճան պաշտոնյաների եւ այլն 2000-ականների սկզբից երբ որ խնդիր էր դրվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, իրենք ինչ էին ասում, Արցախի հարցը լուծեք, մենք բացենք։ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ էլ կհիշեք, այն ժամանակ նախագահ Օբաման էր 2008-9 թվականներին, երբ որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպում էին, գլխավոր խնդիրը որ հայկական կողմը բարձրացնում էր, որ դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Դուք լավ չեք ճանաչում, այո, ձեր դաշնակիցն է, ձեր ՆԱՏՕ-ի անդամ է եւ այլն, բայց այստեղ խնդիրը ամբողջությամբ դեպի Ադրբեջան Հայաստանի սուվերենությունը տրորելով անցնելն է։ Թուրքիայի նպատակը հենց դա է։ Հիմա այս հորիզոնական ապաշրջափակումը ինչ է ենթադրում նույն ամերիկյան խավորությունը։ Միացյալ Նահանգները վերցրեց պատասխանատվություն, կհիշեք։ Ցյուրիխյան փաստաթղթերը որ ստորագրվեցին, ի վերջո ամերիկյան նախաձեռնություններ եւ խավորություններ, դա տապալվեց։ Ինչու, որովհետեւ հայկական կողմը ուներ սկզբունքային դիրքորոշում գոյութերական հարցերում զիջումների չգնալու։ Այդ իսկ պատճառով տապալվեց։ Հիմա հայկական կողմը չունի որևէ նախկին իշխանությունների մասին խոսքը ավելի հետևորդներ։ Հիմա հայկական կողմը չունի որևէ կոմպլեքս։ Ոչ ցեղասպանության հարցում, ոչ Ղարաբաղի, ոչ մի հարցում չունի կոմպլեքսներ։ Զինանշանից սկսած կարող են, չգիտեմ, կինդեր սյուրպրիզ նկարել, ասել, որ սա մեր զինանշանն է, կամ փաստաթղթում ոչ թե նշել ՀՀ բան տարածք նշեն Հայաստանի բանակ կամ Հայաստանի տարածք։ Ինչ են անում ամերիկացիք, ասում են եկեք տնտեսական շահագրգռվածությամբ բոլոր կողմերին բերենք մեկ սեղանի շուրջ եւ խավորը լինեմ ես։ Այսինքն թուրքական տնտեսության զգալի մասը ամերիկյան ներդրումներ են։ Թուրքական բորսան ամերիկյան թվերից է կախված։ Իսրայելը որպես Ամերիկայի հավատարիմ դաշնակից կամ պրոքսի երկիր այս տարածաշրջան կամ իր պրոտեժեն իմ տրամադրության տակ է, ով է մնացել այստեղ Հայաստանը, խանգարում եք մեզ, եկեք այդ տարածքի խավորությունը ես եմ վերցնում։ Հիմա սա ինչ է նշանակում։ Չինաստանը եւ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք ունեն կենսական շահեր այս տարածաշրջանում եւ ռազմավարական բալանսի հարցում ամենահետաքրքրված կողմերն են, այստեղ ունենալու են շատ լուրջ խնդիր։ Հիշեք Թրամփի այցը Չինաստան։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Եվ դա կապենք Ռուբիոյի այցի հետ։ Ռուբիոն էլ էր այդտեղ, արևելքում ընդամենը եկավ 40 րոպեով կամ մի ժամով, դա ընդունված պրակտիկա է, խոսեցինք։ Ինչ արեց Թրամփ Սի Ցինպին պայմանավորվածությունները, որոնք փակ են, ի վերջո ոչ ոք չգիտի, տարբեր բաների մասին խոսեցին։ Միացյալ Նահանգները մեկ եզրակացություն արեց։ Չինաստանը, որը տարիներ շարունակ կլանում էր, այ ռազմավարական կլանումը, նաև ռեսուրսային կլանում էր Չինաստանի համար։ Հազվագյուտ մետաղների վրա Չինաստանից էմբարգո է դրել արտահանմանը դեպի Միացյալ Նահանգներ։ Այսինքն Միացյալ Նահանգները չի կարող Չինաստանից այդ հազվագյուտ մետաղները ձեռք բերել։ Եթե ուսումնասիրենք 2015-22 թվականներին, թե Չինաստանը որքան ոսկի արծաթ ալյումին պղինձ է առել ամբողջ միջազգային շուկայից եւ ինչպես է պահեստավորել։ Կտեսնենք, այդ ամեն ինչ այդտեղից է գալիս։ Հիմա Միացյալ Նահանգները տոտալ կախվածության մեջ է այդ ամեն ինչից եւ իրեն անհրաժեշտ է ռեսուրսային նոր, այսպես որսեր։ Դրանցից գլխավորը Ուկրաինան էր, որ Ալյասկայում պայմանավորվեցին, կիսեցին, թե ռուսները վերցրեցին, թե ամերիկացիները վերցրեցին։ Աֆրիկայում ռուսները փակեցին ամերիկացիների դեմ, ֆրանսիացիների դեմ։ Այդ խոսքը Չինաստանը փակեց իրենց դեմ։ Չինաստանը ընդհանուր Ջիբուտիից այդտեղ նավահանգստներ վարձելով էսան թուրքերն էլ խելքի ընկանում, իրենք էլ սկսեցին այդ ամեն ինչ անել։ Այսինքն Չինաստանը կոնտր քաղաքականություն էր վարում եւ բլոկադայի էր ենթարկում այս հազվագյուտ մետաղների, որը ռազմարդյունաբերության մեջ ամենաշատ պետքական այսպես նյութերն են։ Չինաստանը դա բլոկեց։
Հիմա ինչ են անում այս մարդիկ, ասում են դուք այս տարածքը տալիս եք մեզ, մենք կվերցնենք այս ամեն ինչ այստեղից ու հիմա Չինաստան, Ռուսաստան պիտի ձեռները ծալեն նստեն այսպես ասեն ապրես Հայաստան դու փաստորեն մի օրում դու այդքան կաս որ մի օրում կարող ես վեկտոր փոխել կամ այս տարածաշրջանային բալանսավորումները փոխես մի պահ վերանանքել է այս ամեն ինչից լուրջ Չինաստանի նման գերհզոր տերության, Ռուսաստանի նման տերության, Իրանի նման հարևանին, որը հարցը դեռ Միացյալ Նահանգները կարողացավ հաղթել իրեն այս պատերազմում թե չէ։ Դու կարող ես ասել, ես վեկտոր եմ փոխում, այստեղ բոլոր խաղակարտերը խառնում եմ, բերում եմ այս մարդկանց։ Չի լինում այդպես։ Դե ասեց, հիմա տեսեք Ռուբիոյի այցից հետո ընդ որում իդեպ ասեմ իշխանությունները հասկանում են ու չեն կարողանում այդ էյֆորիան առաջացնել, զգուշ են բավական, շատ զգուշավոր են, իրենք չեն կարողանում նույնիսկ Ռուբիոյի այցից է, այսպես ասած, իրենք դափնիներ ստանան, քաղեն, ավելի пассив են եւ լուրը Ռուսաստանը եւ Իրանը։ Ինչով է դա պայմանավորված։ Ձայն չեն անում, երբ որ նայում ես ամեն դեպքում տարածաշրջանում սա լուրջ խնդիր է առաջացնելու եւ առաջին անգամ չի բազմիցս գոնե Իրանից կտրուկ հայտարարություններ են արվել, որ այդ սահմանների հաղորդակցության ուղիների նկատմամբ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն իրենց համար կարմիր գիծ է։ Որն է ձայն հանել։ Խնդրեմ, 24 ժամը հաստատ անցել է, չէ՞, ոչ Ռուսաստանից ենք տեսնում որևէ հայտարարություն, ոչ Իրանից։ Այն դեպքում, երբ որ Թուրքիայից հայտարարում են եւ Ադրբեջանից հայտարարում են, որ դա հստակ Զանգեզուրի միջանցքն է։ Ինչու ձայն չեն հանում։ Ես իհարկե ոչ Կրեմլի, ոչ պաշտոնական Թեհրանի մտադրությունների մասին կարող եմ խոսել, չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց գիտեմ մեկ բան, որպես օրինաչափություն, հա։ Կայսերական ավանդույթներ ունեցող պետությունները ընդհանրապես։ Ես սա ասում եմ ոչ թե որ մարդիկ հանգիստ լինեն, որ չեն պատասխանում, ուրեմն անպայման կպատասխանեն, չէ, բայց կայսերական պետություն ավանդույթներ ունեցող եւ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող պետությունները դիվանագիտական լրիվ ուրիշ ձև են արձագանքում։ Լրիվ ուրիշ ձև։ Թաթալոշ։ Տեսեք, չեմ ուզում ասել, բայց ինձ համար Ռուսաստանի ընդհանրապես պահվածքը անընդունելի է առհասարակ, որովհետև երբ դու կանգնում ես եւ ասում ես, գիտես ինչ, հայ բիզնեսմենի, հայաստանցի բիզնեսմենի վարդը, չգիտեմ, միրգը, սեզոնին արգելափակում ես, դու դրանով ոչ թե մեսիջ ես աղում իշխանությանը, որ այսպես մի արա, ինքը անում է այդպես, այդ հարցերին ուրիշ ձև են մոտենում, այլ դու հայաստանյան հասարակության ատելությունն ես գեներացնում քո հանդեպ։ Ես ես բարձ ասեմ, մենք միշտ մարզերում ենք լինում։ Եվ որ դու ասում ես հայտարարում ես, որ գազը կբարձրացնեմ, գինը։ Եվ եթե ակնկալում ես, որ գյուղացին կամ մեծ արտադրողը պիտի փողոց փակի, որպեսզի ասի չէ, որպեսզի մեր ապրանքի իրացվի այդտեղ, իշխանություն են փոխում, հակառակը։ Դու կոնսոլիդացնում ես այստեղ այս մարդկանց իշխանության շուրջ։ Ես այդպես չեմ կարծում, բայց ես էլ լինեի իրենց տեղը, ինչ որ բաներ կանեի, ինչ որ բաներ, բայց գուցե ոչ այդպես։ Բայց Օվերչուկը այսօր հայտարարել է, որ Աստանայում չեն պատրաստվում հեռացնել, բայց օրինակ կարող են գիտեք ինչ անել։ Հիմա ասեմ, կարող է ասեն օրինակ ասենք հուշում են Ռուսաստանին։ Գնում եք Եվրոպական միություն, խնդրեմ գնում եք, ուղղակի պետք է հայ ժողովուրդ ջան ամեն դեպքում չափեք հասկանաք դա ինչ է նշանակում, բաց ասում ենք, հո այդ ամեն ինչը որ ասում են Նիկոլի համար չեն ասում, չէ, հայ ժողովրդին են ասում են բանա, իմացի սա։ Հիմա ինքն էլ իր քաղաքականությունը լինի։ Իրանը լինի, Ռուսաստանը, Ֆրանսիան, իրենք շահերը պիտի պաշտպանեն։ Հիմա կարող է Ռուսաստանը ասել, ես էլ ժողովուրդ ջան, ինձ պաշտպանելու համար, որ այդ քանի որ գնում եք Եվրոպա, եվրոպական, հա, ինչ որ կարող է մուտք լինի ապրանք, ես էլ իմ շուկան եմ պաշտպանում, իմ արտադրողին եմ պաշտպանում, իմ բարեկամներին եմ պաշտպանում, իմ ռազմավարական ամերիկացիք այդպես չեն անի, շատ ավելի փափուկ ձևով կանեն։ Գուցե հիմա գուցե դա Ամերիկայի երկարակեցության գաղտնիքն է, նա Ռուսաստան երկարակեցության գաղտնիքն է, հա, գուցե երկուսի դեպքում էլ արդարացված է իրանց շահերի տեսանկյունից։ Հիմա նման մեսիջները, չէ, նման մեսիջները այս իշխանությունը կարողանում է հակառակ կապիտալիզացնել, տիկին Սերանյան, ամբողջ խնդիրը դա է։ Ինչ պիտի անի։ Ինչ պիտի անի։ Դե թող թուրքական շուկան բացի, թող բանակցի Եվրոպայի հետ, եվրոպական շուկան բացի։ Տեսեք,
ես նարատիվն եմ ասում։ Կանաչին, չգիտեմ, լոլիկը, վարունգը, բա կային, չէ, ինչ որ օլիգարխներ կային, Սուքիասյաններ, Մուքիասյաններ, ասում էին բան կանենք, առևտուր կանենք, բանը, չգիտեմ, կամպոտ կփակենք, մի հատ դեսպան կարա, իդեպ արևմտյան երկրի, ես հիշում եմ, ասում էր կամպոտ մուրաբա կփակեք, բան կանեք։ Կապրեք։ Դե թող անեն, հիմա ինչ ասի, այսինքն որևէ երկիր ինչ անի, իր շահերը ստորադասի, ինչա թե Չէ, ստորադասելու մասին չի խոսքը, տեսեք նարատիվի սկիզբը, պիկը եւ ավարտը ինչպես է լինելու։ Դուք նկատեցիք հենց ԵԱՏՄ-ի Թուրքիան երբ հայտարարեց, որ հնարավորությունը քլչ-ը բաներն X-ում գրել էր, չէ, որ Հայաստանի համար եւս մեկ դուռը բացվում է սկզբում։ Երբ Մոսկվայից հնչեց հայտարարություն, որ եթե դուք գնում եք ԵՄ, մենք սա ենք անում։ Այսինքն այդ հայտարարությունը սրանք Թուրքիայի հետ կարողանում են ճիշտ կապիտալիզացնել, մոլորեցնելու եւ հակառակ ուղղությամբ տանելու։ Խնդիրը դրան է վերաբերվում։ Այսինքն հայտարարությունը ուրեմն այս 3 տարի բանակցում են, մենք շատ լավ գիտենք, որ իրենք Նիկոլ Փաշինյան կոչեցյալին պիտի այսպես ջոկերներ տային, չէ, ընտրություններից առաջ, որ կապիտալիզացի կամ համարժեք չի, էլի, այսինքն այն ինչ որ առաջարկվում է, այն ինչ որ պատրաստվում են փակել, դրանք համարժեք չեն։ Դե հիմա ստացվեց, որ ռուսները ուզում են իրենց պետական շահից ելնելով, այսպես ասենք, հա, քայլ անեն, որ եթե դուք գնում եք Եվրամիություն մենք կփակենք, թուրքերը առաջին վակումը լրացրին, ասենք մենք լավ ենք։ Հա, դա հայտարարությունների մակարդակով։ Ինչ են անելու։ Տանելու են ծաղիկը վաճառելու ջերմուկ կոնյակը ծաղիկը։ Այս նախասրահումն էլ է հայտարարության մակարդակով։ Դե չէ, սա իրենք կարողանում են կապիտալիզացնել։ Սա այդքան էլ բան չի, սա այնպիսի բան է ձեռք բերված, այնուամենայնիվ, եթե վաղը մյուս օրը որևէ իշխանություն եկավ ու փորձեցին հետ քայլ անեն, ինչպես դուք եք նշում, իրենք միջազգային արտիաներում հսկայական խնդիրներ են ունենալու, բայց սա ընդհանրապես դեռ հայտարարություն է։ Տեսեք, ինչպես են կարողանում արևմուտքում ճիշտ նարատիվ ձևավորել, ճիշտ տեխնոլոգիաներով տեղ հասցնել։ Հիմա սա ինչ է ասում։ Ասում է դու ինձ սպառնում ես, տես հայ արտադրող ինձ սպառնում է, բայց ես քեզ առաջարկում եմ այլընտրանք, կապ չունի այդ այլընտրանքը թղթի վրա է թե ոչ։ Չմոռանանք մենք նախընտրական ամենապիկ շրջանում ենք, այսինքն սա պետքա կապիտալիզացվի։ Սա եթե լիներ ոչ ընտրական շրջանում, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց ընտրությունների նախաշեմին։ Պարոն Գասպարյան, ընտրություն է թե չէ, հայ մարդը պետք է հասկանա, թուրքն է իրեն կոտորել թե ռուսը։ Չէ, օրինակ, թուրքն է ուզում իրան, հա, այսպես այսինքն փոխվել է թուրքը, ել չի ուզում իրան կոտորի, ուղեղները հանել են, չեն լսում Թուրքիայից, Ադրբեջանից հնչող բաները, հայտարարությունները, սպառնալիքները, եւ ասենք ընտրում են դա, հիմա ինչ անի, այդ դեպքում Ռուսաստանը կամ որևէ երկիր լինի, կասի ես ոչ եմ նստելու քեզ հայ ժողովուրդ քո շահերը բացատրեմ, քո ընտրությունն է։ Մենք մայրաքաղաքում այսպես ենք խոսում, Տիկին Սիրան։ Ո՞ր մայրաքաղաքում։ Երևան մայրաքաղաքում, հիմա ասեմ ինչու։ Մենք ամբողջ օրը մարզերում ենք։ Հենց այդ նույն թեզի ես որ ասում եմ։ Գիտեք ինչ եմ պատասխանում։ Ասում եմ ես սահմանին է, սահմանի բերան։ Նիկոլ խոստացել է, բան չկա, կրակոց չի լինելու։ Ես կրակոց չեմ լսում։ Իմ թշնամին ռուսն է, որը թողեց դուրս եկավ այստեղից։ Հիմա դուք հասկանում եք մեսեջը ինչպես են կարողացել սրանք ճիշտ կապիտալիզացնել, որ շրջաններում իրենք չեն մտածում, որ սա խայծ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հնչող հավաստիացումները ընդամենը նախընտրական աջակցություն են այս իշխանության վերարտադրման համար։ Իրեն հետաքրքիր չի անկախության հռչակագիր կփոխվի, դուք իրեն բացատրում եք։ Ես օրինակ կթողնեի, ասեի, օքեյ, ապրի այդ մտքով։ Ապրի այդ մտքով։ Այսինքն, եթե դու այդպես ես կարծում, չէ, եթե այդպես անենք, մենք կտուժենք։ Այսպես թե այնպես տուժել ենք արդեն։ Մենք կտուժենք, որովհետև մեծամասնությունն է այդպես համարում։ Ես ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Մենք կրախի մեջ ենք։ Մենք մեդիա քարոզությունը տապալել ենք։ Եկեք ընդունենք։ Մենք պարզ մարդ, որպես ընդդիմադիր, որպես չգիտեմ, կապ չունի քաղաքասարակություն տապալել ենք այդ հարցում։ Նիկոլիզմը համատարած ախտ որպես մարզերով այսպես թոքախտի նման պատտվում է։ Ինչու որտեղ մարդկանց ուղեղի մեջ մցրել որ ռուսը դավաճանեց թողեց գնաց։ Այդ սորոսիզմն է, այդ սորոսիզմը։ Խնդրեմ,
Ես սրա մասին եմ խոսում, որ եթե մենք նարատիվը պիտի ճիշտ կարողանանք օգտագործել, փափուկ ուժը ոնց են կարողանում իշխանափոխություն լինի, այդ ամբողջը միանգամից փոխվելու է, դուք շատ լավ հասկանում եք, հա, դա ինչպես է լինելու։ Եթե սա զգայուն շրջան չլիներ, ու փակվելու է այդ գեղձիքի այդ բանի տարածումը։ Եթե սա զգայուն շրջան չլիներ, դրա համար եմ ասում, նախընտրական շրջան ամենապիկին ենք մենք, այսինքն ընտրողը ինքը պետք է կողմնորոշվի հենց այդպես, դու գնում ես դեպի վիլայեթացում, թե գնում ես տրորված ինքնիշխանությանը պատառիկները պտղունց այսպես հավաքելու շուրջ, այո իշխանական ֆեյքերով, քարոշչամեքենայով ամեն ինչով իրենք ընկել են, ամբողջ մարզերի մասին խոսքը տիկին Սերյան, մենք ենք այդտեղ, մենք Ջենես Արմենիան այդտեղ, եւ ցավով եմ նշում սա, ընդամենը մի քանի ընտանիքներ, որոնք ռացիոնալ են մտածում, որոնք հասկանում են վտանգը կանխազգում են եւ հետագան են տեսնում, այդպես են մտածում, մնացածի մոտ լավ է, նորմալ է։ Միշտ է այդպես հասարակության մեջ մի փոքր հատվածն է մտածում եւ դատում, ավելին, հենց նա էլ որոշումներ է կայացնում։ Այո, որակյալ փոքրամասնությունը։ Այո, որակյալ փոքրամասնությունը, լինի դա գյուղում էլ կա այդ որակյալ փոքրամասնությունը, հա, այդ հատվածը։ Եվ ավելին, տակի շերտը նայում, ասում է, այս խելացի մարդիկ եթե ինչ որ բան են անում, ուրեմն մի բան գիտեն։ Ինձ թվում է դա շատ հնարավոր է արագ փոխել։ Հիմա փորձենք մարդկանց ուղղակի այս քարոզարշավի տրամաբանության մեջ լինի, թե կապ չունի, հա, ինչ տրամաբանությամբ։ Ենթադրենք սցենար հաղթում է Նիկոլ Փաշինյանը, հա, մոլդովական սցենարի մեջ ենք, նույն ինչպես Մոլդովայում, դե ասել էին, չէ, խնդրել էին Կայա Կալասներին մոլդովական սցենարով օգնություն, ահա քեզ խնդրեմ, մոլդովական սցենարի մեջ ենք։ Կեղծիքներ նույն Ռուսաստանում ինո ագենտ ճանաչված ինչ որ ակտիվիստների կողմից ստեղծված մեդիա հարթակներում, որոնք գործում են Ռիգաներից, գրասենյակներ են այնտեղ է։ Միխայել Խադարխովսկու կողմից ստեղծված բրիտանական եւ ամերիկյան որոշ կենտրոնների, ինչպես նաեւ ռուսական որոշ լիբերալ շրջանակների հետ շփումներ ունեցող Խադարկովսկու հարթակների միջոցով հիմա կեղծիքներ են տարածում, սա լրտես է, սա գործակալ է, սա չգիտեմ, թալանչի է, սա է, սա հենց է Պուտինի շպիոն է, լապ haմանից օգտվող է, Կրեմլի ագենտ եւ այլն։ Նույն բաները արվել են Մոլդովայում են արվել, նույն սցենարը ես դրա համար ասում եմ բարի գալուստ մոլդովական Հայաստան։ Հիմա հասարակությունը ինչպես պետք է առաջնորդվի։ Ենթադրենք օրինակ կարողացան իրենք իրականացնել մոլդովական սցենարը, չնայած այնտեղ տարբերություններ կան, եւ Նիկոլին մի կերպ անցկացրեցին, ինչ ենք ունենում, ինչ է լինում, եւ ընդդիմությունը ինչ է։ Հայաստան չենք ունենում, ինչ պիտի ունենանք։ Նիկոլ Փաշինյանը վերընտրեց, վերարտադրվեց։ Մենք Հայաստան չենք ունենալու այսօրվա սահմաններով։ Դուք ունենաս Հայաստան, կիսապետական ինչ որ մի միավոր։ Մենք չենք ունենալու Հայաստան։ Սրա մասին ես 168 AM-ի տաղավարում 2021 թվականից անդադ քարտեզներով խոսում եմ։ Մենք Հայաստան չենք ունենալու։ Այն որում հոգևոր Հայաստանը, որ ավելի տարողունակ է եւ մեծ։ Առաջին դա է վերջնականապես տրորվելու։ Հայաստանում բացվելու է արտագաղթի երկրորդ անկախության երրորդ հանրապետության պատմության մեջ երկրորդ ամենամեծ ալիքը։ Ուր են գնալու։ Չգիտեմ։ Չգիտեմ, բայց ուր են գնալու, որտեղ են իրենց ընդունելու Եվրոպայում։ Ես իմ շրջապատից ասեմ, Տիկին Սերյանյան, քանի որ բաց ասում ենք, ես իմ շրջապատում, որոնք հավասարակշռված, ազգային, հայրենասեր, կրթված, սոցիալական ստատուս ունեցող, դիրք ունեցող լուրջ մարդիկ են, 90%-ը ասում է հետևյալը. սա վերընտրվեց, ոտքս չեմ դնելու ստեղ։ Ես էլ հակառակն եմ ասում, պետք է նենց անել, որ սրանք գնան, այսինքն կներեք, այստեղ այդ մտածող մարդկանց, հա, ես ուզում եմ ասեմ, իսկ միգուցե մենք ինչ որ բան անենք, որպեսզի սրանք չլինեն, բայց ինչի՞ պիտի ես իմ հայրենիքից գնամ, ես իմ տնից գնամ, զիջեմ սրանց։ Հասկանաք, ես ձեզ հետ եմ համաձայն եմ։ Ես էլ եմ այդպես ասում։ Ես մինչև վերջ եմ կռիվս տալու, բայց ես ասում եմ մարդկանց շրջապատի մոտեցումները ջերմաչափ է, որակյալ մասսատ երբ որ թողնում գնում է երկրից, աղբակույտի մեջ հո չեն ապրելու։ Դուք լուրջ հավատում եք սեկտանտների մասսաներով շրջապատված, մի հատ ձերք տամ, հա, Նիկոլին շոշափեմ հանկարծ, ինքը մեր մեսիան է։ Դուք լուրջ հավատում եք, որ այդ մարդկանց հուզում է միևնույն ճակատագիրը կիսել։
Չէ, դրանց բնականաբար դրանք քիչ են, 1-2 Քիչ փողով չեն։ փողով բերում են այդ տեսարանները հոգով- բեմադրում են։ Իսկ հոգով Որ ասենք դա նորմալ է, նիկոլիզմը առնվազն դավանողները- ուղեղի խնդիր պիտի ունենա մեկը, որ Նիկոլի հրահրած պատերազմում, Արցախյան պատերազմում 44 օրյա ամուսինն ու որդին զոհվեն ու գնացի շնորհակալություն հայտնի։ Բա հիմա այս Հիվանդ են, այդպիսի հիվանդներ լիքը կան։ Հիմա մեր հասարակությունը պետք է հասկանա, ինքը այդ հիվանդն է, թե սա է։ Այդքան բան։ Իմ ասածն էլ հենց դա է, որ այս մարդիկ ընդամենը ասում են հետևյալը. եթե ասում եք ընտրություն, օքեյ։ Եթե ընտրությամբ սա կեղծիկ կլինի մարդկանց վրա կրակելով կլինի, հեռու չի, չէ՞։ Չէ, չէ։ Բռնապետություն է։ Ավելին ձեզ ասեմ, ես ասել եմ, զգուշացրել եմ որոշ տեղեր, որ իրենք կարող է հենց ընտրությունների օրը նաև կրակել, որպեսզի մարդկանց վախացնեն, իրենց գյուղապետերով, բաներով, քաղաքապետերով գնում են մարդկանց տները, ասում են Նիկոլին չեք ընտրելու, լավ գոնե մի գնացեք ընտրության, այսինքն իրենք քարոզում են, որ մարդիկ չգնան։ Իսկ մարդիկ հասկանում են, պետքա վեր կենան ու գնալ ընտրության։ IRI-ը, ձեզ շատ ծանոթ International Republican Institute, հա։ Ամերիկյան այդ հետազոտությունների կենտրոնն է, որը սոցհարցումներ է իրականացնում եւ ոչ միայն, ասեք, ասեմ։ Այո, այն կոնսերվատիվ think tank-երը կամ ուղեղային կենտրոնները կամ այս ինստիտուտները նմանատիպ գործունեության մեկ սկզբունք ունեն Տիկին Սեյրանյան, մեկ գլխավոր սկզբունք, հա, ամերիկյան շահերի վերաբերյալ բանաձևումը ես տամ ձեզ։ Ամերիկյան շահերը պաշտպանված են այնտեղ, որտեղ գործում են ժողովրդավարական կարգեր եւ պաշտպանված են մարդու իրավունքները։ Սա ընդունենք որպես մեծად բոլդով նշենք եւ ասենք ամերիկյան քաղաքականության հիմքը սա է։ Հիմա գանք Հայաստան։ Լուրջ այս տրամաբանությամբ ամերիկյան շահերը պաշտպանված են Հայաստանում։ Հա, բայց դուք խոսում եք մի գործիքի մասին, այդ IRI-ը։ Նույն Մայա Սանդուին Մոլդովայում տեխնոլոգիական եւ ստրատեգիական աջակցություն ցուցաբերող ամենակարկառուն կազմակերպությունները այդ նույն ամերիկյան IRI-ը եւ NDI-ն են, Այո։ որոնք ունեն նաեւ քաղաքական ստրատեգիաների, այո, քաղաքական ստրատեգիաներով զբաղվող, հասարակությանը մոլորեցնող, մանիպուլյացիաների ենթարկող սանդուիթի մակիցների, ինչպես եւ սրանց, հա, նախապատրաստում են տրեյնինգներ են անում, թեզեր են տալիս, ինչպես ինչ տարածեն, ինչ խոսույթով եւ այդ նույն բաներն են, ինչի ենք բան զարմանում։ Չեմ զարմանում, ես պարզապես ուզում եմ ասել բոլոր նրանց, ովքեր այս փաստաթղթի մեջ ես։ Ահա, նախաստորագրված եւ թրիփի։ Ես դա եմ ուզում ասել։ Ամերիկյան շահերը որտեղ են պաշտպանված այստեղ։ Հայաստանում լուրջ ձեզ թվում է իմ պատասխանն է նրանց։ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պահպանված են, ուրեմն ամերիկյան շահերը կենսունակ են, ուրեմն դուք կեղծ եք։ Դուք խաբում եք բոլորին։ Դուք խաբում եք Հայաստանի ժողովրդին, ասելով, որ մեր շահերը պաշտպանված են ավտորիտար այս համակարգի պայմաններում։ Չկան ամերիկյան շահերի պաշտպանություն։ Լուրջ որևէ մեկին թվում է, որ ամերիկյան ընկերությունների կամ ամերիկյան պետության շահերը այս բռնապետական համակարգը հնարավոր է կամ կարող է պաշտպանել, ով ունի որևէ երաշխիք, որ այս իշխանությունը վաղը մյուս օր մի հատ ճնշում եղավ Ռուսաստանից կամ Չինաստանից, տեղի չի տալու այս ամեն ինչը։ Այն նրանք շատ հասկացան, բա դրա համար էի հենց սկզբում ասում, բա Աստանայում դեռ որոշումներ պետքա կայացվի, դեռ քայլեր կձեռնարկվեն, դեռ Իրանը ձեն չի հանել այսքան ժամանակ, միայն վիլայեթին է խոսեցել, Չինաստանը ինչ կլինի։ Ինքը դրա համար Ռուբիոն եկավ, շատ արագ ես կնքեցին։ Իրենց սա պետք էր, իրենց շահը արդեն բան է, հիմա արդեն իրենց թույլտվությամբ Թուրքիային կմտցնեն, Ադրբեջանին կմտցնեն, BlackRock-ին կմտցնեն, թե ում կմտցնեն, վերջ իրանց ձեռքն է։ Իրենց տարածքն է կձևեն այնպես ինչպես որ անհրաժեշտ է։ Հիմա ամերիկյան շահը սա էր ենթադրում։ Շատ հստակ նյութական եւ աշխարհաքաղաքական շահ ունի։ Եթե որևէ վաղը իշխանություն Հայաստանում որևէ դուք գաք, ես գամ, մյուսը գա, Պողոսը գա, Պետրոսը, ինչա լինել, ինչա կարողանալու անել։ Ամենավատը սա է, որ այս թուղթը այլևս, հա, մեր պետության, տեսեք ինչ գին նստեց, Նիկոլ Փաշինյանն են ուզում անցկացնել, ինչ գին է նստում։ Դուք հիշում եք Սի Ցզինպինի ելույթը Թրամփին պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Այդտեղ Չինաստանի նախագահը գործածեց մի եզրույթ, որը վաղուց պատմության դասագրքերում էր
եւ քաղաքագիտության դասագրքերում էր միջազգային հարաբերություններ եւ 70-ականներն էր ընդհանրապես ակտիվացել, վերցրել ամերիկյան մտածողներից մեկը, այսպես գիրքեր հրատարակել դրա մասին էր խոսում։ Խոսքը Թուկիդիդեսի ծուղակի մասին է։ Ամերիկյան ամբողջ էլիտան զարմացած էր, ապշահար, թե ինչպես Չինաստան նախագահ այդ ծուղակի մասին է խոսում։ Թուկիդիդեսը եղել է հին հույն զորավար եւ ամբողջ նպատակը հետեւյալն է այդ տեսության կամ ծուղակի, հա, որ գերիշխանության ձգտող նոր ուժը միշտ հանդիպում է ավանդական դերակատարի դիմադրության եւ այս երկուսի բախումը անխուսափելի է։ Նմանատիպ ծուղակներ պատմության ընթացքում 12 անգամ են եղել եւ հիմա միջազգային հարաբերություններով զբաղվող եւ քաղաքագիտությամբ զբաղվող լուրջ մասնագետները խոսում են, որ մենք 13-րդի առաջ ենք կանգնած։ Ինչու իջեցե այդ ծուղակը, որ Հայաստանը այդ ծուղակի էպիկենտրոնում է հայտնվում։ Բախման կետ։ Էպիկենտրոնացումն է հենց այդ ծուղակի։ Անունը դրեք պատմությունից մենք ասում չէ, Հայաստանը միշտ կրվախանձոր է եղել եւ այլ։ Հիմարների պատճառով է եղել կրվախանձոր։ Այո, աշխարհագրությունը շատ բան է ասում, Մակինդերը շատ բան է ասում, տեսությունը, բայց մեր քաղաքական սխալ վարքագծի եւ սխալ դիվանագիտության պատճառով մենք այո դարձել ենք հիմա այդ ծուղակը, այսինքն Չինաստան նման պետություն պատկերացրեք, որից կախվածություն ունի Միացյալ Նահանգների նման պետությունը, տնտեսական իր գերիշխանությունը հաստատելուց, որից Ռուսաստանի նման պետությունը կախվածություն ունի, Հայաստանի նման ինչ-որ փոքրիկ խմբակ գալիս է եւ այս տարածքը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բախման կետ է դարձում։ Չինաստանը Իրանում է, ախր։ Չինաստանը հեռու չէ։ Չինաստանը հենց Իրանում է։ Այս պատերազմում Չինաստանը եթե չլիներ, իրոք իրանական օդատիեզերական հետախուզական տվյալները կկարողանային կանխել Ամերիկա-Իսրայելյան։ Չէին կարող իհարկե։ Այսինքն Չինաստանը որպես աճող ուժ եւ Սի Ցինպինը հենց ասում էր այդ մասին, որ եկեք խուսափենք այդ ծուղակից, որովհետեւ դու պիտի հաշվի նստես ինձ հետ, որ ես գերաճող, նոր աճող ուժ եմ միջազգային եւ իմ տեղն ու դերը պիտի ունենամ անվտանգային նոր ճարտարապետության մեջ, ինչ չխանգարես, այլապես մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Հիմա մենք գնացինք այս սրանց միջոցով այդ երկու պետություններին, բերեցինք ծուղակը դարձրինք, Հայաստան դարձեցինք այդ ծուղակի էպիկենտրոնը։ Հիմա այս ամեն ինչը մի կողմ թողած, լուրջ եմ ասում, քիչ առաջ մեր գործընկերների հետ հարցազրույցում խոսում էի Bread and Circuses տեսության մասին, հաց եւ կրկես տեսության մասին, թե ինչպես հին հռոմեական կայսրությունից սկսած մինչև ստալինիզմ, մինչև հիտլերիզմ, հա, մինչև Պերոնի Արգենտինա, մինչև Իսպանիա Ֆրանկոյի ինչպես են մարդկանց զբաղեցրել, հա, որպես իրենք լուրջ անվտանգային խնդիրների մասին չմտահոգվեն կամ չխոսեն։ Մի ամբողջ 36 թվականի օլիմպիական խաղեր Ադոլֆ Հիտլերը կազմակերպեց, որպեսզի մարդկանց ներքին մոբիլիզացիան կարողանա ապահովել։ Նույնությամբ ինչ է սա անում։ Փառատոններ, կերեկ, չգիտեմ, լավաշը գավառական վերջին անորակությամբ, հա, այսպես ուտելը, բերաշկի ծամելը, այս նման բաներով, այն որ խոսեք քննադատեք ինձ, խնդիր չկա, բայց մի մտածեք երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրների մասին, մի մտածեք Ադրբեջանից եկող ռեալ սպառնալիքների մասին, մի մտածեք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, մի մտածեք թե մենք օրինակ հայտարարել էր, տեսեք, Ռուբիոյի հետ կնքում է այս պայմանագիրը, հա, որը ուղղակի չգիտեմ, դա ինչ է լինելու, ինչ ծուղակ է ընդհանրապես ոնց են կարողանալու երբևէ սրանից դուրս գանք։ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ աշխատանքներ են տանում, Թուրքիայից տրանսպորտի նախարարը հայտարարություններ է անում, որ շուտով 4 տարուց կբացեն, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն է հայտարարություններ անում, սա այսօր գնացել է, հա, մուրճը հանել է, ճոճելով ասում է, որ Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է եւ միշտ լինելու է, որովհետեւ ես ամենադժվար պահին կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում։ Սա ասում է մարդ, որը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա Զանգեզուրի միջանցքի պայմանագիր է կնքում ստորագրում, հա, Սյունիքի վերաբերյալ, Մեղրի վերաբերյալ եւ այնտեղ գնում է գոռում է, օրինակ ասում է, որ բան է, ինքը Մեղրին պահել է, նորմալ է, հավատալու են մարդիկ։
Տիկին Սերանյան, ելի մասում, ես մասնագիտական, քաղաքագիտական տեսանկյունից ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, ամբողջությամբ։ Բայց սրա ռեզոնանսը ցավով պիտի ասեմ, որ մարզերի մեր բնակիչները չեն գիտակցում։ Ես վերջերս Սյունիքում էի։ Սյունիքում վայոց շարքային բարձ մարդկանց հետ խոսում եմ։ Եվ հենց այդ նույն մտահոգությունները շատ ավելի ոչ ակադեմիական ձևով այսպես բարձ լեզվով որ բացատրում ես։ Գուցե շատ պնդելուց հետո մի պահ սկսի մտածել։ Դա էլ է հարց։ Բայց մարդիկ ամբողջությամբ իշխանական քարոզչության խայծը կուլեն տվել։ Հիմա ասեմ, գուցե նախընտրական շրջանը չեն խոսում, որովհետև ահավոր սարսափելի վախի մթնոլորտ է սա է ուզում ասել։ Հայաստանում մոլեգնած է նիկոլիզմը որպես տերորիզմ։ Գաղափարական խոսքի իրավունքի տերորիզմ։ Մարդիկ չեն խոսում։ լավ են անում։ Մարդիկ Ճիշտ են անում, մի խոսեք, Ժորժ ջան, քպականներին ասեք ձեզ են կընտրելու, Նիկոլին ասեք ձեզ են կընտրելու անպայման։ Դա կարող է սուրպրիզը լինել։ Ինչ տալիս են վերցրեք, դրանք ձեր փողերն են, նորից եմ ձեզ ասում, բանը, տուկիթ էլ կտան, չգիտեմ, վարկերը կներեն, չգիտեմ, արտոնություններ կտան, պարարտանյութ կտան, ապօրինի կառուցած շինությունը կօրինականացնեն, ինչ տալիս են վերցրեք։ Ինչ դրանք ձեր փողերն են, վերցրեք, բայց գնացեք ու հիշեք։ Դուք եք ու Տեր Աստված։ Ոչ մեկ չի կարող իմանալ դուք ինչպես եք քվեարկում, գնացեք այնպես ասում են մատարեք, հա, այսպես չեն ասում։ Հիմա լավ են անում, չեն ասում։ Խելացի են, ճիշտ են անում, չեն ասում։ Ասենք օրինակ այրից զանգեն մարդուն, հետո Նիկոլենց տան փոխանցեն բանը, տվյալները ասեն զանգել էին, սոցհարցում էին անում։ Այդպես անում են իդե, անում են։ Նաև կներեք, ՀՊ-ականները կազմակերպում են, մարդկանց են զանգում, իբրև թե սոցհարցում են իրականացնում, նրանց որ խելացի եք, մի բան արեք, գնացեք, ձեր որոշումը կայացրեք, դուք եք քվեախցիկում եւ Տեր Աստված։ Եվ ձեզ չեն նկարահանում։ Այո, ոչ մեկ չգիտի, գնացեք ու սուս, բայց ՀՊ-ականներին ասեք, բայ իհարկե ձեզ են քվեարկել, հա, բայ ինչ, ճիշտ են անում, խելոք են։ Իհարկե, նույն մեթոդն էլ իրենք են իրականացնում իդեպ ասում են, որ բոլորից գնացեք վերցրեք, բայց կգաք վերջում մեզ կընտրեք, որովհետև մենք տեսեք ոչ թե միայն այդ արտոնություններ տուկի թելից սկսած եւ այլն, շատ վատ բան եմ ասում, որ սրանց ավտորիտար ռեժիմի հետքերը որտեղ են երևում, երբ որ մտնում է մարդու ընտանիք։ Սրանք սպառնում են այս ընտանիքներին երեխեքին վատություն անելով։ Սա է ամենավատը։ Դրա համար մարդիկ չեն խոսում։ Հա։ Ասում է ներողություն ոչ իթերային բառես համար, ասում է ես ջայնամ եմ։ Ինձ գիտեմ, որ ես դեմ եմ խոսում իրենց կամ քննադատում եմ։ Երեխեքից թորներից չկպնեն, այսինքն մարդկանց մոտ տեսեք ինչ կարգի ողբերգական վիճակ է, որ գիտեմ, որ իրենց տուն են մտել։ Առավել եւս իհարկե իրենք պետք է գնան ու դեմ քվեարկեն։ Դրա համար եմ ասում, իմ հույսը շատ հաճախ հայի հետին խելքն է։ Հետին խելքը թե ինչ կինի։ Պարոն Գասպարյան, ինչ կանի Ռուսաստանը Աստանայում, ինչ որոշում կկայացնի այնուամենայնիվ ձեր կարծիքով։ Մեսիջներ կուղարկեն, չեմ կարծում Ռուսաստան միջոցով կլինի, ես կարծում եմ Բելարուսի նախագահի միջոցով կլինի այդ մեսիջը։ Լուկաշենկոյի։ Ինչու։ Բա Զելենսկի եկել է Տիխանովսկայա, ինչ էր որ բերել էին այստեղ։ Բա դու արհամարում ես ոչ մի բան անունը դնում ես, ես Կարոզար շավ եմ անում։ Ռուսաստանով է որ գնամ այնա մեկ է։ Մհեր Գրիգորյանի, տեսեմ, հա, ուղարկում եմ։ Մհեր Գրիգորյանը ուղարկում, ես քեզ Լուկաշենկո։ Չէ, դա է ասում, որ դու այստեղ Երևանը դարձնում ես եվրոպական քաղաքական համայնքի ժողովի շրջանակում հակառուսաստանյան ամենաընդգծված ընդդիմադիր գործիչների, չասեմ թշնամիների, ամբիոն եւ իրենց խոսք ես տալիս, խոսքի հնարավորություն ես տալիս եւ մտածում եք, որ Լուկաշենկոն պիտի լռի։ Լուկաշենկոյի միջոցով ինձ թվում է շատ խիստ ցինիկ հերթական հայտարարությունը կլինի, ես չեմ ասում իրավացի, չիրավացի, որովհետեւ իմ պետության հասցեին ոչ մեկին կապ չունի։ Պետության ղեկինով է։ Դրսից որևէ մեկին ես ինքս թույլ չեմ տա իմ պետության հասցեին այդպիսի բաներ ասի, բայց այս իշխանություններին ինձ թվում է պատերով կտան։ Հենց անձամբ Լուկաշենկոն, որը առանց այդ էլ այս անձնավորության հետ չունի ոչ նորմալ հարաբերություններ, ոչ Թշնամական պատմություն կա, հա, այսպես ենք, հետո ինչ որ պրոտոկոլով։ Բայց թշնամական պատմությունից հետո լավ էլ շփվել են, հիմա թքում են երեսին, էլի բան չի անում։
Դե սովոր է, քանի անգամ այդ Լուկաշենկոյի իր հետ կապված բաներ եղել են, բայց հետո տենալուց էլ լավ քծնում շփվում է, ինչա պատահել։ Ինձ թվում է մեսիջները Ռուսաստանը արդեն հղեց, Պեսկովից սկսած մինչև Վերչուկ, մինչև Զախարովա այսօր նաև առանձին Մեհեր Գրիգորյանն ինձ թվում է սենյակներում շատ բան կասեն։ Բացի պաշտոնականից։ Ճիշտ է այնպես, ինչպես ապրիլի 1-ի հանդիպմանը Կրեմլում կար պաշտոնական մաս մամուլի համար, հայտարարություն մամուլի համար եւ կար ոչ պաշտոնական մաս, մենք չգիտենք ինչ են խոսել այդտեղ, ինչ մեսիջներ են հղել, բայց պաշտոնական ինձ թվում է հենց բանի միջոցով, Բելարուսի նախագահի միջոցով ինչ որ մեսիջներ կհղեն։ Շատ ծանր։ Կբարձրացնեն գազը, կթանկացնեն։ Հիմա չէ։ Տեսեք, նախընտրական շրջանը ինքը զգայուն շրջան է։ Օրինակ, հիշում եք, Թրամփը Մակրոնին ինչու բանի տեղ չէր դնում։ Երբ։ Այս վերջին շրջանում 4-5 ամիս առաջ։ Ինչ էր ասում։ Ավարտին է մոտենում իր պաշտոնավարումը, ես ում հետ գնամ խոսեմ։ Պետությունները այդպես են բանակցում։ Սառը դառը իրողություն են, բայց սա է դիվանագիտության մեջ։ Այսինքն հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահի ընտրություն է, ոչ չեմ նստել ՆԱՏՕ-ի խնդիր հետ նստեմ քննարկեմ։ Մենք ոնց ասենք, քվոտան մերն ամենամեծ։ Մենք ենք ամենաշատ ծախսերը հոգում, մենք ենք ասում ինչպես պիտի լինի։ Դրա համար Մակրոնի հետ այսպես եւ լեզվակրիվ չեք հիշում ինչ ասաց, որ կինը եթե ապտակում է տղա, արդեն ես գնամ ինչ խոսեմ իր հետ։ Այսինքն բացահայտ են խոսում, ոչ թե որ ես եմ ասում այդպես, բացահայտ խոսում են այդ ամեն ինչի մասին։ Հիմա այս նախընտրական շրջանը, քանի որ նոր ձևավորվող իշխանության հնարավորություն կա, հնարավորություն եւ սրանք կարող են գնալ եւ սրանց գնալու հետ կարող է քաղաքականություն փոխվել նոր իշխանության պայմաններում, իրենք ինչ որտեղ պետությունները սովորաբար եմ ասում, այս պրակտիկայից եմ ասում, ինչ որտեղ կարմիր գծեր չեն հատում։ Բայց եթե իրենք օրինակ ունենան հստակ մեսիջ, այսինքն եթե Փաշինյանը վերընտրվեց, իրենք կգնան այդ քայլերին։ Ես չգիտեմ ճիշտ ասած։ Հիմա ամեն ինչ այնքան արագ է փոխվում Տիկին Սերյանյան։ 5 տարի վերջին 5 տարում փոխվել է, ասենք 10 տարի առաջ պետության արտաքին քաղաքականության եւ հռետորաբանության կանխատեսելիություն հնարավոր էր ունենալ։ Հիմա մենք չունենք որևէ կանխատեսելիություն։ Որևէ կանխատեսելիություն։ Հա, բայց տեսեք, Միացյալ Նահանգները կարծես թե հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը լավ չէ։ J.D. Vance-ը հայտարարեց աջակցության մասին, բայց կներեք, մեր քաղաքացիների վեճը չի J.D. Vance-ն հայտարարել, վերջ։ ԿՊԱ-ականները մի քիչ PR արեցին, աղմուկ հանեցին, վերջացավ։ Հական Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, ընդ որում դա ավելի ծանր են տանում մեր քաղաքացիները, երբ որ Թուրքիայի ղեկավարները աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ Ալիևի աջակցությունը ամենածանրն են տանում մեր քաղաքացիները, հիշեցնեմ հարգելի քաղաքացիներ, ադրբեջանցիներն էին հենց հրապարակել Բաքվի փողոցներից, որտեղ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային վահանակներ են տեղադրված, չէ՞, այնպես որ լուսանկարն է տեղադրված։ Հիմա նույն էս աջակցությունը, եվրոպական աջակցություն, բան կարծես թե մեծ բան չեն տալիս, դրա համար է ցայտնոտ կա Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հիմա էլի մուրճը առել է, վազվզում է, չգիտեմ, ես կանեմ, ինձ ձայն տվեք, ծակերը կմտցնեմ, չգիտեմ, կսպանեմ, ես կանեմ, կկզզնեմ, կսատկացնեմ, չգիտեմ ինչ կա։ Այսքան աջակցության պայմաններում ինքը փաստորեն խնդիր ունի, դրա համար եմ ասում, Միացյալ Նահանգները շատ արագ հասկացավ, սա իշխանությունը կորցնում է։ Այս իշխանությունը գնացող է եւ պետք է պետության հետ կնքել այս պայմանագիրը, որ այս անձը երբ որ գնա այլևս իրենք ունենան այդ թուղթը։ Մենք դեռ որևէ երաշխիք չունենք, որ սա գնալու է կամ սա ես վստահ եմ համարը։ Սա հենց այնպես կհանձնի իշխանություն։ Այլ բան է բնականաբար ինքը ինչի ասես կդիմանկանի, բայց ես էլ եմ համոզված որ նույնիսկ եթե պարտվի, ես ամենավատ սցենարն եմ ասում եմ։ Սա ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի Հայաստանում։ Սա եւ ցուցական դերանունով եմ խոսում։ Սա առանց արյան չի հեռանալու։ Սա արյան ծարավ ունի Տիկին Սերյանյան։ Ոչ մի adekvat շարժում չի անում, ոչ մի adekvat խոսք, ոչ մի բան։ Դուք հասկանում եք ինքը բոլոր նարատիվները, որ
Ներողություն ոչ եթերային բառից համար, էլի 3 նախագահների կողմից երրամատ կոմբինացիա ստանալուց հետո Արցախի թեմայի, չգիտեմ ինչերի հետ կապված որբերեք որ բանի տեղ չդրեցին իրեն։ Ինքը շարունակում է մնալ աբիժնիկ, որովհետև 3 նախագահներն էլ անկախ իրենց ներքին, չգիտեմ, ունեցած խնդիրներից, գոնե այս հարցում այնպիսի սոլիդ դիրքորոշում ցուցաբերեցին, որ դու ով ես որ մենք քեզ հետ բանավիճենք այդ հարցերում կամ Հայաստանի ու Արցախի հարցերում, պետք է փաստաթղթեր հրապարակի դու ինքդ կտեսնես ինչ խնդիր կա։ Սա շարունակում է մնալ աբիժնիկ։ ՔՊ-ում էլ կա ցայտնոտ։ Իդեպ որոշները փորձում են զերծ մնալ, նույնիսկ այս քարոզարշավի մեջ թաթախվել, որովհետև վախ ունեն։ Իդեպ իմ տեղեկություններով Մակրոնի հետ հանդիպման ժամանակ սա ասել է, որ իբրև թե ինքը ունի 40-41% ձայն եւ չգիտեմ, եթե այդ աջակցությունը լրիվ լինի, 55% կունենա, այդ 55%-ը ինձ հիշեցրեց Մոլդովայում Մայա Սանդուի ձայների 55%-ը, հա, այս թիվը հիշենք հարգելի հետևորդները, որտեղ նա այսպես ասած ամեն ինչ անելու է, որ 55% ունենա։ Բայց մոլդովական սցենարը չի կարող ամբողջությամբ այստեղ տեղի ունենալ։ Իհարկե։ Առաջինը Սփյուռքի, Սփյուռքը չի կարող, այո, Սփյուռքը չի կարող քվեարկել, մի կերպ Մայա Սանդուին Սփյուռքով անցկացրեցին, այդ կոմպրոմատներ, այդ կեղծիքներ տարածեցին ընդդիմության հանդեպ, բայց եւ ամենագլխավորը Մոլդովայում ընդդիմադիր ուժերը այդքան կազմակերպված եւ ուժեղ չէին, մեծ զանգվածներով չէին եւ հեշտ էր նրանց տրոհելը, բայց այստեղ այնուամենայնիվ կա ուժեղ Հայաստանը, կա նույն Հայաստան դաշինքը, Ծառուկյանինը կա, որ բավական մեծ են եւ ասենք Արման Թաթոյանի կա 4 ուժեր կան։ Մոլդովայում մի քիչ ուրիշ ձև էր պատկերը։ Դրա համար կարողացան կոտրել ու այդ ամեն ինչով Սփյուռքի ձայներով մի կերպ 55% ապահովել։ Այդ նույնն է, որ կոնյակով եւ բոմբոներկայով գնաց դասախոսի տուն համոզես մի կերպ քեզ 3-դ նշանակի անցնես գնաս։ Այդ տարբերակով անցկացրին։ Հայաստանում դա չի աշխատելու համաձայն եմ ձեզ հետ, բայց այստեղ շատ մի կարևոր հարց կա։ Էլ ով մնաց չբերեցին, որ բացահայտ աջակցի սրանց, չէ՞։ Մակրոնն էլ եկավ այստեղ, ասեց մենք աջակցում ենք, ռուսները ինչ գործ ունեն, դե 4000 զինվոր թիվ են հրապարակում, չէ՞։ Զորք հանեք, ռուսական զորքը հանեք։ Ջեյ Դիվենսը եկավ աջակցեց։ Էլ օրու մեջ մեկնումեկին խնդրվում են ներողություն ոչ եթերային բառից համար, ինչ-որ մի հատ թվիթ գրի, X-ում գրի կամ էսանի կամ էտանի աջակցում են։ Այստեղ Kinder Surprise-ը հենց այն էր, ինչ քիչ առաջ զրուցում էինք։ Մարզերի մեր հայրենակիցները, որոնք հավատում են, որ իսկապես ոչ ոք չպետք է մեր փոխարեն որոշի, բայց իրենք լուռ են եւ չեն խոսում։ Անունը դնում ենք վախի ազդեցության տակ, բայց ես հավատում եմ, որ վերջի պահին Kinder Surprise-ը լինելու է հենց այդտեղ։ Նայեք, մարզերում իրապես այդպես է։ Մայրաքաղաքում այդպես չէ։ Մայրաքաղաքում մարդիկ չունեն տաքսնելու։ Մի մասը ասում են, հա, չենք ասի, որովհետեւ դա գաղտնիք է։ Ընտրությունը գաղտնի process է վերջո, բայց մեծ հաշվով ինքը մայրաքաղաքում պարտված է։ Երևանում, այո։ Երևանում ինքը պարտված է։ Երևանում մենք խնդիր ունենք, Տիկին Սեյրանյան, մաքսիմալ մարդկանց մխել ընտրության։ Մենք որպես Genesis Armenia այդ ուղղությամբ աշխատում ենք եւ տասնյակ կազմակերպություններ կան։ Թիվ ասեմ 2,470,000 ընտրելու իրավունք ունեցողներից։ Այսինքն եթե մենք կարողանում ենք այս նվազագույնը 55% մասնակցություն ապահովել, որը մոտ 1.6 միլիոն է անում, մոտ 1.6 միլիոն։ Դա նժարների հավասարակշռությունը կփոխի։ Այսինքն 2021 թվականի ընտրությանը եղել է 48.5% մասնակցություն ամենացածրն է եղել, ամենաբարձրը, որքան հիշում եմ 2012 խորհրդարանի ընտրությանը 62 քանի տոկոս էր մասնակցությունը, բավական բարձր էր։ Այսինքն կորը իջնում է, հա, այսպես ասենք 48.5%-ը այն թիվը չի։ Ստացվում է, որ 48%-ի 50 քանի տոկոս ունենալով ինքը տիրում է ամբողջ Հայաստանին։ Երևանը եթե ասած ոչ սրան բարձր տոկոսով նա հնարավորություն չի ունենա հավատացում ձեզ։ Երևանը ինքն է որոշելու։ Երևան, Գյումրի, Վանաձոր։ Այս երեք քաղաքները եթե ասեն ոչ,
Հստակության ինքը չունի այդ երեք քաղաքներում ձայներ։ Ես որքան հասկանում եմ։ Շատ կարևոր է վերջինս 10 Որտեւ նույն Վանաձորում ինչքան կամ Գյումրիում իրենք լուսանկար հրապարակեն հանրահավաքից, իրենք ավտոբուսներով տանում են, լցնում են, դա բան մասովկայի համար, այստեղից այնտեղ են տանում։ Ես վայրի անունը չեմ տա։ Գիտեն, Վայոց ձորում էլ գիտեն, ասում են Վանաձորում էլ գիտեն, ասում են Վանաձորցի չկար համարյա հավաքի։ Ես վայրի անունը չեմ տա, բայց այս վերջերս սրանք գնացել էին Քարոզարշավի ինչ որտեղ, բառից բուն իմաստով գյուղը բոյկոտելը, բառից բուն իմաստով մարդ չեղել, բացի համայնքապետից եւ համայնքապետարանի աշխատակիցներից։ Այդտեղ մեկ քիչ իմաստուն ժողովուրդ ունենք, հետո էլ ասում եք, հայ հետին խելքն ու բնությունը կհուշի ինչ անելի վերջո։ Այդ հողը կհուշի։ Այո, հողը կհուշի։ Քարոշչական թեզերի դեմն առնելու եւ հակա քարոշչությամբ ակտիվ զբաղվելու շրջանը բացված է։ Բաղազոր հանդեսնել թողան դա էլ թող փորձի կապիտալիզացնել։ Տեսեք մենք ինչ ենք, ով ենք եւ այլն։ Իսկ թվում է ամսի 30-ից, 20-30-ից մինչև ընտրությունների օրը, մինչև լռության օրը, լավ, այսպես ասեմ։ Այստեղ բանը հիշեցնենք էլի մեր քաղաքացիներին, մենք ունենք Իսկանդեր, որը ընդ որում երբ որ երրորդ նախագահը փորձում էր ձեռք բերել եւ ի վերջո հասավ դրան, Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում էր։ Հետո 44-օրյա պատերազմին սրանք չկարողացան, ասեցին կիսով, 50%-ով աշխատել Իսկանդերը։ Այն դեպքում երբ որ այդ նույն Իսկանդերով Ռուսաստանը Ուկրաինայում ինչ հաջողություններ է, չէ՞ գրանցում։ Հիմա եթե նույնիսկ երբ որ ասում է բան ֆրանսիական Իսկանդեր բերի կամ չգիտեմ, հա, ճակերտով, ինչ ուզում է բերի, եթե ինքը բանը ավտոմատն ու բանը, չգիտեմ ինչը չի տարբերում, կներեք, դա մետաղի կտոր է լինում։ Չի կարողանում Ալիևի մի բանով պատասխանել, այդ պարադին։ Պատկերացնեք մի հատ հանկարծ այնտեղ մի հատ թնդանոթ պատահաբար բանից դուրս սցենարից դուրս կրակի, ուր կհայտնվի, չէ՞, պատկերացնում եք այն կառավարության լույսը որ տարան է, լույսերը տարան, հիշում եք ինչ կատարվեց, իրենց խառնված նայում են, այդ նույն վիճակում է հայտնվել։ Դեմոց սենյակներում որոշում ընդունելու վարպետն է, չէ՞։ Հա, ուզում եմ ասել, ասենք թե պարադա, փորձում է այդել օգտագործել, եւ ամենակարևոր նվերը կանի թերևս Ալիևը։ Ըստ տեղեկություններին պատրաստվում է 2-ից 4 գերի վերադարձնել որպես նվեր։ Թե ամերիկացիք դրա համար են մնում գալիս են։ Այո, որպես նվեր, հիշեցնեմ հարգելի հետևորդներ, որ գերիների հետ կապված մի քանի կարևոր հայտարարություններ արեցին, այսպես ճակերտավոր կարևոր, որ իրենց բնորոշում էր, նախ Փաշինյանը սկսեց արցախցիներին եւ ոչ միայնում տեսնում էր, ասում էր ինչու չես զոհվել, ինչու չես մեռել, ինչու ես կենթանի մնացել եւ հաջորդը երբ որ լրագրողները 24 News-ի լրագրողը հարց տվեց Արարատ Միրզոյանին Գյումրիում Բաքվում գտնվող բանտերում գտնվող մեր գերիների մասին, ասեց ծնգլ արեցիք գերիների հարցով, հա։ Հիմա ծնգլ արեցիք այդ հարցը։ Հետո էլ ավելի էժան արդարացում է, էլի։ Հա, իբր լրագրողներին ասել։ Իբր լրագրողներին։ Այսինքն, բայց զայնագրությունը կա, ամեն ինչը կա, այս ամեն ինչը կա։ Հիմա այս նվերը Ալիևի, հա, ինչ է տալու, սա մեր հասարակության մոտ ինչ դրամատրություններ է փոխելու, դրանից դրդված գնալու են Նիկոլ Փաշինյանին ձայն տան, ինչ է թե Ալիևը այսպես բան արեց, հա, որպես մանրադրամ օգտագործեց Նիկոլի, այսպես հա, PR-ի համար մի երկուսի sense կյանք գցեց, ոնց որ Էրդողանի կիններ ասում։ Մեր զրույցի սկզբում հենց նաև նմանատիպ երևույթները նկատի ունենալով է ասում, որ մարզերում լուրջ աշխատանք է պետք տանել, որպես մարդկանց մտայնությունից դուրս գա, որ ոչ թե Ռուսաստանը պատժում է Հայաստանն, այլ Ռուսաստանն է փորձում նվերանալ։ Իսկ օրինակ պատկերացնում եք փափուկ ուժի մասին ենք խոսում, չէ՞, ամենագլխավոր խնդիրներից մեկը հենց դա է։ Ոչ թե ասել որ գազը կբարձրացնենք, հեսանենք, հետանենք, իսկ գուցե Ռուսաստանը փորձեր, իսկ ինչու եմ Ռուսաստանը ասում, որովհետև ռազմավարական բալանս ապահովող այս տարածաշրջանում Թուրքիային հակակշռող եւ Ադրբեջանը ինքն է եւ իրենց ակնկալիքը ավելին է, քան սովորական սպառնալիքը։ Իսկ գուցե Ռուսաստանը ինքը փորձեր ճնշում գործադրել եւ ասել, գիտես ինչ, պատերազմը կանխողը ես եմ այս տարածաշրջանում, Հայաստանի ինքնիշխանությանը լրացուցիչ
երաշխիք տվողի ես եմ այս տարածաշրջանում պրոակտիվ դիրքերից եւ Բաքվում պահվող գերիների հարցում բանակցությունները վարողի ես եմ եղել եւ իմ ջանքերի շնորհիվ այս մարդիկ եկել են իսկուրեն չի անում Ռուբիոներն են անում մնացածներն են անում սա է վերագրում իրեն իր shuttle diplomacy-ին կամ բանին զանգերով բանանելու լուրջ որևէ մեկին կարող է թվալ մենք ռացիոնալ մարդկանցով ասենք նստենք խոսենք հասկանանք լուրջ Նիկոլ Փաշինյանը կարողանա գերու հարց լուծել կամ ցանկանա գերու հարց լուծել վերադարձի Էրդողանի կինը կարող է այդ փշրանքները հիշում եք Ալիևին հարգելի հետևորդներ ասում էր գերիներ ինչքան ունես մի անգամից չտաս քիչ որ առևտուր արա հիմա այս ամբողջը եթե ինքը կարողանում է ճիշտ կապիտալիզացնել եւ ներկայացնել որ տեսակ ահա Ալիևը փաստորեն բարի կամքի դրսևորում արեց Ռուսաստանն էլ վատ դրսևորումներ է անում ուրեմն մեր անջատում եք անջատեք գազն էլ ամեն ինչն էլ հիշում եք մի քանի մեղք եւ բոբիկ մտոք գաճաճ այսպես կոչված սրանց մտավորականներից ինչ էին ասում մի քանի տարի դե թող անջատեն մեզ չսպառնան միանգամից չէ գազը Հակոբոսն էլ ասեց մեր գլխի ճարը կտեսնի հազիվ ինքն էլ նման բան ասի ինչպես գրում է այդպես էլ մտածում է փաստորեն ինքը թարգմանում է հիմնականում ավելի վատ ուրեմն եթե այս ամեն ինչը մենք իրենց պիտի տանք իրենց ձեռք կապիտալիզացնելու ինչ պիտի ասեն դե Ռուսաստանի հետ ճշտամական հարաբերություններ վերջ կտրում ենք քանի որ հապական չեկավ այս թեւը տղալ մենք ունենք վերապահումներ Թուրքիան ու Ադրբեջանը բարի կամքի դրսևորում են անում հեսա ախալքալակ կարս երկաթուղին բացել են առանց հասկանալու է որ բացել են քո համար չեն բացել Պարզապես մի առավելություն ունի այդ երկաթ գծի բացումը մի առավելություն ունի Տիկինսյան մնաց ամեն ինչը հեքիաթ է ապրանքը եթե դիցուկ Փարիզից ճանապարհ է ելել գալիս է գնացքով օրինակ հասնում է Թուրքիա որ պիտի գա Հայաստան առաջ չէր գրվում վերջնակետը Հայաստան հիմա գրվելու է Հայաստան առաջ Վրաստան էր գրվում սա է ուրիշ բան չկա Նիկոլը այդպես է խափում մարդկանց բայց փեհլիվանությունները անելով էս կապիկությունները անելով եւ այլն մարդկանց ուզում է ասել դե թող կտրեն դե հիմա դրա համար են Աստանայից սպասում էլի տեսնենք ինչ կասեն դա են փորձելու կապիտալիզացնել եւ վերջին 1 շաբաթվա ընթացքում հակառուսական դոզան շատ բարձրանալու է այստեղ այս գործող իշխանության եւ իրենց սպասարկող քարշամեքենաների կողմից այնուամենայնիվ ես էլի գալիս եմ նրան որ մեր ժողովուրդը բոլոր այդ սոցհարցումները այդ թվում այդ ամերիկյան հետազոտական կենտրոնների արած տարբեր սոցհարցումներ ցույց են տվել որքան Նիկոլ Փաշինյանը եւ իրենց սատարող աշխարհակաղակական կենտրոնները հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա այդքան հայ առաքելական եկեղեցու վարկանիշը բարձրացրել է եւ անքննելի է 80% բարձր վարկանիշ ունի որքան Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հա որևէ մեր սրբության վրա այդքան վարկանիշը իր ընկել է հակառակը բարձրացել է մեր արժեքների վերջո տեսնում եք ինչ դիմադրություն եւ ամենակարևորը պարոն Գասպարյան այդ սոցհարցումները որ արել են հայ ժողովրդի համար հիմնական սպառնալիքները անվտանգային սպառնալիքները գալիս են Թուրքիայից եւ Ադրբեջանից ուզում եք գլուխ կոնցի տան ուզում են չգիտեմ մենունություն կապիկություն անեն ինչ ուզում են անեն մեր ժողովուրդը պատասխանել է այդ բոլոր նույն ամերիկյան սոցհարցումներով թիվ 1 սպառնալիքը այո հայ ժողովուրդը տեսնում է Թուրքիայից եւ Ադրբեջանից վերջ ուզում է ինչ ուզում են ասեն կանաչին որտեղ կծախեն ինչ կանեն իրենք տեսնում են հա այսինքն որ հային սպանել ով է ցանկանում հային սպանել Թուրքիայից եւ Ադրբեջանից են ցանկությունները այսինքն ուզում եմ ասել մի տվյալ էլ կարող եմ ավելացնել այո ոչ ամերիկյան ինստիտուտի իրականացրած հետազոտություն հայկական անունը չտամ արդյոք Արցախի հարցը փակված է ձեզ համար 93% պլյուս ասում է ոչ Դե ասեք որ դա ընդ որում երիտասարդներն են մեծ մասը ամենաբարձր տոկոսը իհարկե 22-ից 45 այսինքն ամենապրոդուկտիվ ամենաառող մարդիկ ասում են ով ես որ Արցախի հարց փակես ուզում եմ ասել այս սա պետք է բանանենք մենք մեր ժողովուրդը հասկանա որ ինչու պետք է գնա ինչու չպետք է մենք գնանք այլ իրենք պետք է գնան մի խմբակի մասին չի խոսք եկեք հաշվենք իհարկե Մի խմբակ չի իրենց հկներով բաներով, չէ, ԿՊՆ-ա մի խումբ, մի կորից, որոնք այս տարիներին էլ կոռուպցիայի մեջ խրվեցին, էլ թալանի, լափելու, ինչ ասեք արել են, ինչ սխեմաների մեջ մտել են։
հա, հայրենիքի վաճառքի։ Հա, ամեն ինչ, վերջ-վերջո, ինչ ասեք կարել են։ Եվ մեկ էլ մեր զիշխանական որոշակի շրջանակ կա։ Դա չի այդ ՀԿ սեկտորը, որ դրսից ֆինանսավորվում է։ Եվ արբանյակ կուսակցություններ, որոնք մասնակցում են Դե այդ նույն բանի մեջ են, դրանք ինչ կուսակցություն, ՀԿ-ից էլ փոքր բան են, էլի, դրա համար ՀԿ եմ ասում դրանց միանգամից։ Ճիշտ է, ստատուս չի տալ։ Հիմա փոխանակ դրանց հանենք, մենք պիտի գնանք ինչի։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Դե ուրեմն համաձայն եք, հիմա մեր ժողովրդին ասեք, խնդրեմ, ինչու պետք է, ինչ պետք է անել։ Սիրելի ընկերներ, ես իմ հարազատների մասին եմ խոսում, որոնց հետ ամենայն դեպս վերջին շրջանում որքան սրվում է խոսույթը, որքան սրա լկտի հակաբարոյական, հակազգային, հակահայկական խոսույթը ակտիվանում է, այդ մարդիկ իրենց տեղը չեն գտնում։ Դուք էլ ձեր շրջապատում ունեք մարդիկ, որոնք շաքար ճնշում, ինչ ասես ձեռք չեն բերում, էլի։ Սրա դեմքը տեսնում են ուղղակի իրենց օրը ամբողջությամբ այսպես նա նույնիսկ երեխաներին է հասցրել թունավորել։ Երեխաները, իմ երեխաները չեն ուզում իր դեմքը տեսնեն, իր ձայնը լսեն ընդհանրապես, հա։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք ունեք վերապահումներ, դուք ունեք լրջագույն մտահոգություն, համարում եք, որ դուք չպետք է ապրեք միևնույն տարածքում, որտեղ սա եւ իր նմանները շնչում եւ արտաշնչում են հակահայկականություն, նվաստացնում են։ Տիկին Սերյանյան լուրջ եմ ասում, էլի, ես ես իմ ընկերների անունից եմ խոսում։ Ոչ միայն իրենց ինքնասիրություն, իրենց ինտելեկտն է վիրավորվում սրա ձայն լսելուց, կամ սրա որևէ միտք լսելուց։ Պարզապես իրենք անարգված են զգում։ Ու համարում են, որ մեր ազգը իսկապես արժանի է շատ ավելի գրագետ, շատ ավելի ներկայանալի, շատ ավելի նկարագրով մարդու, քան կամ իր ներկայացուցիչներից որևէ մեկը, հա, մեկը թքում է քաղաքացու վրա, մեկը սա է անում, մեկը դա է անում։ Ես իհարկե իմ ընկերների հետ շարունակում եմ աշխատել եւ բնդաճակատ համար համոզել, որ մենք սա մեր կռիվն է, այո, մենք տեղ չունենք գնալու, բայց այս մտահոգությունը փարատելու համար ես կարծում եմ, որ մենք եւ մեդիայով դուք եւ մենք գիտավելոցական շրջանակում հրապարակախոսական եւ այլն շատ գործ ունենք անելու։ Հավատացում եմ ձեզ ռեալ ջերմաչափը ձեռքս վերցրած փոխանցում եմ այն ինչ կա։ Իրոք եթե այս իշխանությունը վերարտադրվեց, մեզ սպասում է շատ դաժան արտագաղթի ալիք։ Բայց ես իմ բաժին խոսքը կասեմ, դուք ձեր բաժին աշխատանքը բոլորս կտանենք իհարկե, բայց մենք այսպես աղետի շեմին կարող ենք կանգնել, ուստի ոչ միայն խոսքը կուղեմ իմ ընկերներին, մեր հայրենակիցներին եմ ուզում ուղղել խոսքս, որ մենք ունենք փրկվելու շանս։ Ոչ ոք ձեզ կախարդական փայտիկ չառաջարկի, նույնիսկ եթե առաջարկեց, չհավատակ։ Մենք այնքան ենք թաղված, խրված հարցերի մեջ, որ մեզ ժամանակ է պետք մեր մեջ ուղղելու, եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այս ամեն ինչի միջից դուրս գալ։ Հուսահատվելը, հիասթափվելը մեզ համար չէ, մեր տեսակի համար չէ։ Այո, որակյալ փոքրամասնությունը պիտի ուղղորդի, պիտի չնսեմանա, հա, այն ամբողջ ամբարո, հակաբարո, հակահայկական նարատիվի առաջ, ինչ որ մեզ պարտադրվում է։ Մենք չենք վերցնում դա, մենք չենք ընդունում դա, եւ քանի որ վաղը մայիսի 20-ն է արդից օգտվելով, ուզում եմ Հայաստանի առաջին հանրապետության կամ ինչպես ընդունված է ասել անկախության տոնը շնորհավորել մեր հայրենակիցների ամբողջ աշխարհին։ Սփյուռքի, որը անտեսված է եղել մինչև օրս այս իշխանության օրոք, հենց այն սփյուռքի, որը 70 տարի հայոց երագույնը հոգում, մտքում, սրտում ճակատին բարձր է պահել եւ մայիսի 28-ի խորհրդով է վերաիմաստավորել Հայաստանի վերանկախացումը, մեջբերելով նաեւ Բաքվի բանտում գտնվող իմ ավակ ընկեր մեր հայրենակից Դավիթ Իշխանյանի խոսքը, որ այսօր Բաքվի բանտից հայ ժողովրդին շնորհավորեց մայիսի 28-ի կապակցությամբ։ Մայիսի 28-ի խորհուրդը վառ պահելով, անկախ ազատ պետություն ունենալու եւ մեր ճակատագիրը մեր ձեռքով որոշելու, որևէ մեկից որևէ բան չաղերսելով եւ չակնկալելով, մեր հայրենիքում, մեր հայրենիքի արևելյան հատվածում ապրելու, ստեղծագործելու եւ մեր համատանգությունը սեփական ուժերով պահելու համար դիմում եմ ձեզ անպայման գնացեք ընտրության։
քվեարկության ձեզ ոչ ոք չի հետևելու, ոչ ոք չի նկարահանելու, մի վախեցեք, կատարեք ձեր պարտքը, խնդրում եմ 15 րոպե ընդամենը հատկացրեք ձեր առօրյայից կտրեք եւ բարձր մասնակցության ցուցանիշ ապահովելով մենք համակարգ եւ գաղափարախոսություն փոխենք, ոչ թե իշխանություն։ Այն ամենի ինչ որ նիկոլիզմը մեզ պարտադրել է նվաստացման, ազգային ստորացման, այն վատ հետևանքներ, որ մենք եւ մեր երեխաները զգում ենք, եկեք հունիսի 7-ին վերջ տանք այդ ամենին մասնակցելով ընտրությանը եւ չգնալով երկրից։ Շնորհակալ եմ պարոն Գասպարյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ։ Իմ զրուցակիցներ Genesis Armenia վերլուծական ուղեղային կենտրոնի հիմնադիր հրապարակախոս Աբրահամ Գասպարյանը, գնացեք ընտրության անպայման, գնում ենք ընտրության, քվեախցիկում լինում ենք մենք յուրաքանչյուրս եւ Տեր Աստված, ուրիշ ոչ ոք, որևէ մեկը չի կարող իմանալ ում օգտին եք դուք քվեարկում։ Մի պատմեք որևէ մեկին, թե ում եք ձեր ձայնը տալու, գնացեք եւ ձեր խղճի առաջ դուք եւ Տեր Աստված քվեարկեք հանուն հայրենիքի, հանուն պետության։